Թփերով շրջապատված գինեգործական ֆերմայում ամբողջ կյանքը մեկուսացմամբ անցկացրած մի երիտասարդ աղջիկ առաջին անգամ դուրս է գալիս իրական աշխարհ, իր հետ բերելով միայն իր հավատքը, իր անմեղությունը, մի սիրտ, որին երբեք ոչ ոք չի դիպել։ Դրան մյուս կողմում պարալիզացված միլիոնատերը թաքնված է լուռ առանձնատանը, գերի ոչ միայն իր անվասայլակին, այլ գաղտնիքներին, մեղքի զգացումներին մի սիրո, որը նրան կործանել է։ Երբ նրան վարձում են նրան լոգանք տալու համար, նա վերջապես հանում է իր հագուստը նրա առաջ, բացվում է ոչ միայն նրա մարմինը, այլ խոր վերքեր, որոնց նայելու համարձակություն ոչ ոք երբեք չի ունեցել։ Բուժական լոգանքների, դաշնամուրային մեղեդիների ցավոտ բացահայտումների միջ, այն, ինչ սկսվում է որպես պարզ աշխատանք, վերածվում է բժշկության, ցանկության, քաջության պատմության, որը կասկածի տակ կդնի նրանց բոլոր պատկերացումները սիրո, մաքրության նոր սկիզբների մասին։ Մինչ այս գրավիչ վեպին խորությամբ նվիրվելը, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին մեկնաբանություն թողնել, թե որտեղից եք հետում այս գեղեցիկ պատմությանը։ Մարինեն երբեք չէր պատկերացնում, որ այն օրը, երբ Սուրբ Հռիփսիմեի վանքի դռները ընդմիշտ կփակվեին, կլիներ նա այն օրը, երբ իր կյանքն իսկապես կսկսվեր։ Նա 24 տարեկան էր, բայց կարծես շատ ավելի մեծ մարդու հոգի կրեր, մեկի, ով սովորել էր ապրել լռության, աղոթքների հաստատության ներքին փոքրիկ այգում աճող հասմիկների բույրի մեջ։ Նա այստեղ էր եկել դեռ աղջնակ, ընդամենը 6 տարեկանում, այն բանից հետո, երբ ծնողները հեռացել էին հանգամանքներում, որոնք ոչ ոք երբեք հստակ չբացատրեց։ Միանձնուհիները նրան ընդունել, կրթել, պաշտպանել էին արտաքին աշխարհից, կարծես այն չափազանց վտանգավոր վայր լիներ այդքան մաքուր հոգու համար։ 18 տարի շարունակ Մարինեն ճանաչել էր միայն քարե սառը միջանցքները, լուռ պատարագները, ասեղնագործության ու դաշնամուրի դասերը, այն պատմությունները, որոնք կարդում էր վանքի գրադարանի հին գրքերում։ Նա երբեք արթրի կենտրոնում չէր եղել, երբեք հրապարակում վաֆլիով պաղպաղակ չէր փորձել, երբեք կինոթատրոն չէր գնացել կամ չէր զգացել քամին, որը դեմքին է խփում շարժվող մեքենայի մեջ։ Աշխարհը հեռավոր, գրեթե անիրական մի գաղափար էր, մի բան, որ գոյություն ուներ միայն գրքերի էջերում կամ երիտասարդ քույրերի միջ շուկով զրույցներում։ Բայց հետո եկավ նորությունը։ Վանքը պետք է փակվեր։ Թեմն այլս միջոցներ չուներ այն գործող պահելու համար, մնացած սակավաթիվ միանձնուհիները պետք է տեղափոխվեին երկրի այլ համայնքներ։ Մարինեն, ով տեխնիկապես միանձնուհի չէր, երբեք ուխտ չէր արել, պետք է իր սեփական ճանապարհը գտներ։ Նա վերջինն էր, որ դուրս եկավ։ Կանգնել էր երկաթե դարպասի մոտ, ձեռքին բռնած մաշված կտորից մի փոքրիկ ճամպրուկ, հետ էր նայում, ինչպես մեկը, ով հրաժեշտ է տալիս մի ամբողջ կյանքի։ Գնալու տեղ չկար։ Նա ընտանիք չուներ, այդ պատերից դուրս ընկերներ չուներ, մասնագիտություն չուներ, բացի դաշնամուր նվագելուց, սպիտակ սավանների վրա ծաղիկներ ասեղնագործելուց։ Քույր Բեատրիսն էր, միակը, ով կարծես հասկանում էր Մարինեի լուռ խուճապը, որ նրան ուղղություն տվեց։ Գյումրիի վանք մեկնելուց առաջ քույրը Մարինեին կանչեց վերջին զրույցի դատարկ ավանդատանը։ Աղջիկս, գիտեմ, որ վախեցած ես։ Բայց ես մի մարդու եմ ճանաչում, ով օգնության կարիք ունի, կարծում եմ դու կատարյալ կլինես այդ առաքելության համար։ Արենիում գինեգործարանների տեր մի շատ հարուստ մարդ մի քանի տարի առաջ սարսափելի վթարի է ենթարկվել։ Նա անվասայլակի վրա է մերժել է բոլոր խնամողներին, որոնց ընտանիքը վարձել է։ Ասում են, նա դառնացած է, դժվար, փակված աշխարհի առաջ։ Բայց ես հավատում եմ, որ քեզ նման մեկը, քո համբերությամբ ու բարությամբ, կարող է փոփոխություն բերել։ Նա հատուկ խնդրել է մեկին, ով կրոնական միջավայրից է գալիս։ Կարծում եմ, նա ուզում է մեկին, ով իրեն չի դատի։ Մարինեն զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Խնամել մի անծանոթի։ Ապրել մի մարդու տանը, ում երբեք չէր տեսել։ Բայց էլ ինչ կարող էր անել։ Ընտրություն չուներ։ Նա ընդունեց առաջարկը գլխի ամաչկոտ շարժումով, 3 օր անց նստած էր մեքենայի հետի նստատեղին, որը բարձրանում էր Վայոց ձորի մարզի, Արենիի ալիքավոր բլուրներով։ Բնապատկերը շունչ կտրող էր։ Խաղողի այգիները ձգվում էին կիլոմետրերով, հասուն խաղողով բեռնված որդերի կանոնավոր շարքեր, մարտյան արի տակ։ Հետին պլանում լեռները կարծես ձեռքով նկարված լինեին կանաչի կապույտի երանգներով, որոնք փոխվում էին երեկոյան լույսի առաջխաղացման հետ։ Մարինեն երբեք նման բան չէր տեսել։ Նա դեմքը սեղմեց պատուհանի ապակուն, զգալով վախի հիացմունքի խառնուրդ։ Վարորդը, միջին տարիքի պարոն Աշոտ անունով մի մարդ, փորձում էր զրույց սկսել, բայց նա պատասխանում էր միայն միավանք բառերով, դեռ փորձելով ընկալել այն փոփոխության հսկայականությունը, որն ապրում էր։ Երբ վերջապես հասան կալվածք, Մարինեն ստիպված էր զսպել շնչառությունը։
Մուտքը նշանավորվում էր բարձր, դրվագազարդ երկաթե դարպասով, որի կենտրոնում փորագրված էր Ալավերդյանների ընտանեկան զինանշանը։ Տուֆե սալիկներով ճանապարհը տանում էր դեպի մի վեհաշուկ առանձնատուն, դասական ոճով, սպիտակ պատերով, լայն պատուհաններով մի պատշգամբով, որը պտտվում էր տան ամբողջ ճակատով։ Շուրջբոլորը կատարյալ խնամված այգիներ էին, բակի կենտրոնում քարե շատրվան, իսկ հետին պլանում գինեգործարանի շինությունները, որտեղ բաց դռներից երում էին կաղնու տակառները։ Տունը գեղեցիկ էր, բայց օդում ինչ-որ ծանր բան կար։ Մի լռություն, որը խաղաղություն չէր, այլ բացակայություն։ Կարծես կյանքն այնտեղ վաղուց դադարեցվել էր։ Տիկին Սիրանուշը, տնտեսուհին, ամրակազմ, մոխրագույն մազերը ամուր կոկոնով հավաքած մի կին, Մարինեին դիմավորեց դռան մոտ։ Նա գնահատող հայացք ուներ, բայց ոչ դաժան։ «Դու ես վանքի աղջիկը», հարցրեց նա, ձեռքերը սրբելով ասեղնագործ գոգնոցին։ «Այո, տիկին», կամաց պատասխանեց Մարինեն, զգալով, թե ինչպես են ոտքերը դողում։ «Դե, հուսով եմ կդիմանաս», տիկին Սիրանուշը խորը հոգոց հանեց։ «Քեզնից առաջ 8 խնամող է եկել։ Նա բոլորին ազատել է։ Ոմանք նույնիսկ մի շաբաթ չդիմացան։ Պարոն Գաբրիելը դժվար մարդ է։ Վթարից առաջ նա այլ էր։ Ուրախ, կյանքով լի։ Բայց երբ կինը թողեց նրան, նա լիովին փակվեց։ Ոչ մեկից օգնություն չի ընդունում։ Ֆիզիոթերապիա չի ուզում, զրույց չի ուզում, ոչինչ չի ուզում։ Օրերն անցկացնում է սենյակում կամ գրադարանում փակված։ Եթե կարողանաս ստիպել, որ նա մի լավ լոգանք ընդունի, դա արդեն հրաշք կլինի։ Մարինեն չոր կուլ տվեց։ Հրաշք։ Այդ բառն արձագանքեց նրա ներսում։ Գուցե հենց դրա կարիքն ուներ։ Մի նպատակի։ Այնտեղ լինելու մի պատճառի։ Տիկին Սիրանուշը նրան տարավ երկրորդ հարկի մի սենյակ, որը փոքր էր, բայց հարմարավետ, պատուհանը նայում էր դեպի խաղողի այգիները։ Նա թողեց, որ Մարինեն տեղավորվի, ասաց, որ ընթրիքը կմատուցվի 7-ին։ Սակայն պարոն Գաբրիելը ոչ մեկի հետ չէր ընթրում։ Նա ուտում էր միայնակ իր սենյակում, եթե ընդհանրապես ուտում էր։ Այդ առաջին գիշերը Մարինեն հազիվ կերակուրին կպավ։ Նա նստեց խոհանոցի սեղանի շուրջ տիկին Սիրանուշի պարոն Աշոտի հետ, լսելով, թե ինչպես են երկուսը զրուցում բերքահավաքի, գինու շուկայի, տան առօրյայի մասին։ Բայց նրա միտքն այլ տեղ էր։ Վերի հարկում, որտեղ մի մարդ, ում դեռ չէր ճանաչում, փակված էր իր սեփական ցավի մեջ։ Հաջորդ առավոտյան, առը դեռ չծագած, տիկին Սիրանուշը թակեց Մարինեի դուռը։ Նա համաձայնել է քեզ հետ ծանոթանալ։ Գնա նրա սենյակ։ Գլխավոր միջանցքի ձախ կողմի երրորդ դուռը։ Եվ Մարինե, համբերատար եղիր։ Նա կարող է կոպիտ լինել, բայց խորքում նա պարզապես վիրավորված մարդ է։ Մարինեն հագավ պարզ հագուստ, երկար մուգ կապույտ կիսաշրջազգեստ սպիտակ, երկարատ վերնաշապիկ, իր շագանակագույն մազերը հավաքեց ցածր պոչիկով քայլեց միջանցքով, ինչպես մեկը, ով գնում է դեպի անհայտություն։ Սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ նա կարող էր լսել այն իր ականջներում։ Նա կանգնեց ամուր փայտե դռան դիմաց խորը շունչ քաշեց, նախքան 3 անգամ թակելը։ Ներս մտիր։ Ներսից եկող ձայնը խորն էր, խռպոտ, անհամբերությամբ լի։ Մարինեն պտտեց բռնակը դանդաղ հրեց դուռը։ Սենյակը հսկայական էր, կենտրոնում մեծ երկտեղանոց մահճակալ, մուգ փայտից կահույք, ծանր վարագույրներ, որոնք արգելափակում էին գրեթե ողջ բնական լույսը, անվասայլակ, տեղադրված պատուհանի մոտ։ Եվ դրա մեջ նստած էր Գաբրիել Ալավերդյանը։ Նա հենց այնպիսին էր, ինչպիսին տիկին Սիրանուշն էր նկարագրել, մինույն ժամանակ լիովին տարբեր նրանից, ինչ Մարինեն ակնկալում էր։ Նա պետք է լիներ մոտ 38, գուցե 40 տարեկան։ Սմազեր, քունքերին մի քանի ջերմակ թելերով, չսափրված մորուք, լայն ուսեր ուժեղ ձեռքեր, որոնք հակադրվում էին ծածկոցով ծածկված անշարժ ոտքերին։ Բայց Մարինեին ամենից շատ տպավորեցին աչքերը։ Կապույտ, ինչպես ձմեռային երկինքը, սառը թափանցող, հավասար չափով զայրույթով տխրությամբ լի։ Նա նրան զննեց վերից վար, չթաքցնելով իր դատողական հայացքը։ Այսպիսով, դու նորն ես։ Վանքի աղջիկը, ասաց Գաբրիելը, հեգնանքի հասնող տոնով։ Եկել ես ինձ փրկելու։ Մարինեն զգաց, թե ինչպես դեմքը տաքացավ, բայց հայացքը չթեքեց։ Եկել եմ օգնելու, ինչով որ անհրաժեշտ լինի, պարոն։ Պարոն, կրկնեց նա դառը ծիծաղով։ Կարիք չկա ինձ հետ այնպես վարվել, կարծես ես քո վերադասն եմ։
Ես ընդամենը մի հաշմանդամ եմ, ով նույնիսկ ինքնուրույն լոգանք ընդունել չի կարող։ Մարինեն ցավ զգաց սրտում այդ բառից, բայց ձայնը հաստատուն պահեց։ Ես այստեղ չեմ եկել ձեզ խղճալու համար։ Եկել եմ աշխատելու։ Եթե ընդունեք իմ օգնությունը, կանեմ հնարավորինս լավը։ Եթե չեք ուզում, ոչինչ։ Բայց ես ձեզ չեմ դատելու։ Դա կարող եմ խոստանալ։ Գաբրիելը երկար նայեց նրան, զարմացած այդ նիհար աղջկա խիզախությունից, ով կարծես թե չէր վախենում իրենից։ Գուցե հենց դա ստիպեց նրան համաձայնել։ Լավ։ Այսօրվանից սկսում ես։ Առաջինը, լոգանք եմ ուզում։ 3 օր է, չեմ լողացել։ Տիկին Սիրանուշն արդեն պատրաստել է հարմարեցված լոգարանը այնտեղի սանհանգույցում, նա մատնացույց արեց կողքի դուռը։ Կարծում եմ, գիտես ինչ անել։ Մարինեն գլխով արեց քայլեց դեպի սանհանգույց։ Այն ընդարձակ էր, մարմարե հատակով, մեծ լոգարանով, հենակներով հարմարեցված նստարանով։ Նա լցրեց լոգարանը տաք ջրով, ավելացրեց չեզոք հեղուկ օճառ, որը գտավ դարակի վրա, վերադարձավ սենյակ։ Գաբրիելն արդեն պատրաստվում էր տեղափոխվելուն։ Նա մոտեցավ, վարանելով։ Ես երբեք սա չեմ արել, խոստովանեց նա։ Ոչ ոք ի ծնե սովորած չի լինում, պատասխանեց Գաբրիելը ավելի մեղմ տոնով։ Պարզապես օգնիր ինձ իջնել սայլակից։ Մեծ մասը ես կանեմ։ Մարինեն բռնեց նրա թից, զգալով մկանների ուժը մաշկի տակ։ Նա ձեռքերով հրվեց, Մարինեն նրան ուղեկցեց դեպի սանհանգույցի նստարանը։ Դա դանդաղ, անհարմար գործընթաց էր, բայց ստացվեց։ Երբ նա վերջապես նստած էր, նայեց նրան ասաց մի բան, որը նրան անակնկալի բերեց։ Հիմա դու պետք է ինձ հանես։ Ես ինքս չեմ կարող դա անել։ Մարինեն զգաց, թե ինչպես դեմքը բորբոքվեց։ Նա երբեք մերկ տղամարդ չէր տեսել։ Երբեք արական մարմնի չէր դիպել։ Բայց հիմա չէր կարող նահանջել։ Դողացող ձեռքերով նա սկսեց արձակել նրա վերնաշապիկի կոճակները, փորձելով ուղիղ չնայել, բայց անհնար էր չնկատել արայրուկ ստացած մաշկը, կրծքավանդակի ընդգծված մկանները, սպիները, որոնք պատմում էին մի վթարի մասին, որը քիչ էր մնում նրան տաներ։ Երբ հասավ տաբատին, նա օգնեց քաշել այն, Մարինեին պետք եկավ իր ողջ ներքին ուժը, որպեսզի հայացքը լիովին չթեքի։ Երբ Գաբրիելը վերջապես մերկ կանգնեց նրա առաջ, ինչ-որ խորը անբացատրելի բան տեղի ունեցավ։ Դա ցանկություն չէր այն մարմնական իմաստով, որը նա չգիտեր։ Դա ինչ-որ ավելի մեծ բան էր։ Դա մարդկային խոցելիության ընկալումն էր։ Այն փխրունության, որը մենք բոլորս կրում ենք։ Այն խիզախության, որն անհրաժեշտ է սեփական վերքերը ինչ-որ մեկին ցույց տալու համար։ Նա նայեց նրան ոչ թե խղճահարությամբ, այլ հարգանքով։ Կարող ես ինձ դնել լոգարանի մեջ, հարցրեց Գաբրիելը, առանց նախկին կոպիտ տոնի։ Մարինեն օգնեց նրան տեղավորվել, երբ տաք ջուրը պարուրեց նրա մարմինը, նա տեսավ, թե ինչպես է ինչ-որ բան փոխվում նրա արտահայտության մեջ։ Թեթ թուլացում։ Զսպված հոգոց։ Նա վերցրեց փափուկ սպունգը, սկսեց լվանալ նրա ուսերը, թերը, մեջքը։ Հպումը պրոֆեսիոնալ էր, բայց այդ գործողության մեջ ինչ-որ մտերմիկ բան կար։ Մի բան, որը պարտականությունից անդին էր։ Նա զգում էր յուրաքանչյուր մկանն իր մատների տակ, նրա յուրաքանչյուր շունչը, լարվածության թեթացման յուրաքանչյուր պահը։ Ինչու ես համաձայնում սա անել, հանկարծ հարցրեց Գաբրիելը ավելի ցածր ձայնով։ Խնամել մի անծանոթի։ Ինձ նման մեկին։ Մարինեն մի պահ կանգ առավ, մտածելով պատասխանի մասին։ Որովհետև մենք բոլորս ինչ-որ պահի, ինչ-որ մեկի կարիքն ունենք։ Եվ որովհետև ես էլ եմ փորձում գտնել իմ տեղն աշխարհում։ Գաբրիելը գլուխը շրջեց նրան նայելու համար, առաջին անգամ, երբ նա մտել էր այդ սենյակ, նրա աչքերում ինչ-որ տարբեր բան կար։ Ոչ այլս սառնություն, այլ հետաքրքրասիրություն։ Գուցե նույնիսկ հույսի մի շող։ Երբ լոգանքն ավարտվեց, Մարինեն օգնեց նրան չորանալ հագնել մաքուր հագուստ։ Նա ավելի թեթ էր թվում, գրեթե նորից մարդ։ Նա նրան տարավ սայլակի մոտ, բացեց սենյակի վարագույրները, թույլ տալով արի լույսին մտնել օրերի մեջ առաջին անգամ։ Գաբրիելը թարթեց, անհանգստանալով լույսից, բայց չխնդրեց, որ փակի։ Անունդ ի՞նչ է, հարցրեց նա։ Մարինե։ Մարինե, կրկնեց նա, կարծես անունը փորձարկ էր։ Շնորհակալություն։ Այդ միակ բառը, ասված անկեղծորեն, ինչ-որ բան շարժեց նրա կրծքում։ Մի բան, որը նա դեռ չգիտեր ինչպես անվանել։
Բայց դա սկիզբն էր։ Մի կապի սկիզբ, որը կփոխեր երկուսին էլ ընդմիշտ։ Հաջորդ օրերին Մարինեն առօրյա հաստատեց։ Ամեն առավոտ նա վաղ էր արթնանում, պատրաստում Գաբրիելի նախաճաշը, օգնում նրան լոգանքի ձգումների հիմնական վարժությունների հարցում, որոնք նա դժկամությամբ համաձայնում էր անել։ Նա շարունակում էր փակ մնալ, բայց կամաց-կամաց սկսեց խոսել։ Սկզբում փոքր բաների մասին։ Գինեգործարանի գինու արտադրության գործընթացի, Ալավերդյանների ընտանիքի պատմության մասին, որը 4 սերունդների ընթացքում կառուցել էր այդ կայսրությունը։ Մարինեն լսում էր ամեն ինչ անկեղծ ուշադրությամբ, հարցեր տալով, երբ ինչ-որ բան նրան հետաքրքրում էր։ Նա կյանքում երբեք գինի չէր փորձել։ Վանքը ալկոհոլ չէր թույլատրում, նա երբեք հետաքրքրասիրություն չէր ունեցել։ Բայց այն գիրքը, որով Գաբրիելը խոսում էր այդ աշխարհի մասին, նրան հմայում էր։ Կարծես, գինու մասին խոսելիս, նա նորից դառնում էր այն մարդը, ով եղել էր վթարից առաջ։ Մի կեսօր, երբ օգնում էր Գաբրիելին տեղավորվել պատշգամբում արի լույս ընդունելու համար, Մարինեն հյուրասենյակում տեսավ սպիտակ սավանով ծածկված ռոյալ։ Նա կանգ առավ, հիպնոսացած։ Նվագում ես, հարցրեց Գաբրիելը, հետելով նրա հայացքին։ Նվագում էի։ Վանքում։ Բայց վաղուց է։ Ուրեմն հիմա նվագիր։ Մարինեն վարանեց։ Չգիտեմ, դեռ հիշում եմ։ Իմանալու միայն մի ճանապարհ կա։ Նա քայլեց դեպի ռոյալը, քաշեց սավանը, բացահայտեց հոյակապ գործիքը, լաքապատ փայտով փղոսկրեց ստեղներով։ Նա նստեց աթոռակին, մատները դրեց ստեղների վրա, մի պահ լռությունից հետո սկսեց նվագել։ Դա Շոպենի մի ստեղծագործություն էր, որոնցից մեկը նա սովորել էր դեռ աղջնակ։ Նոտաները հոսում էին նրա մատներից, կարծես երբեք չէին դադարել, սենյակը լցնելով մելանխոլիկ գեղեցիկ մեղեդիով։ Գաբրիելը փակեց աչքերը։ Տարիների մեջ առաջին անգամ նա զգաց մի բան, բացի զայրույթից, դատարկությունից։ Նա խաղաղություն զգաց։ Եվ երբ Մարինեն ավարտեց նվագելը, նրա աչքերում արցունքներ կային։ Նորից նվագիր, խնդրեց նա։ Խնդրում եմ։ Եվ նա նվագեց։ Ամեն կեսօր, խնամքից գործերից հետո, Մարինեն ռոյալ էր նվագում, իսկ Գաբրիելը լսում էր։ Դա օրվա այն պահն էր, որին երկուսն էլ ամենաշատն էին սպասում։ Այն պահը, երբ նրանք խնամող հիվանդ չէին։ Նրանք պարզապես երկու կոտրված հոգիներ էին, որոնք փորձում էին բուժվել երաժշտության միջոցով։ Բայց իսկական փոխակերպումը սկսվեց, երբ Գաբրիելը վերջապես բացվեց անցյալի մասին։ Դա մի անձրոտ գիշեր էր, երբ Մարինեն օգնում էր նրան պատրաստվել քնելու։ Նա բռնեց նրա ձեռքը մի վայրկյան ավելի երկար, քան անհրաժեշտ էր, ասաց. «Պետք է քեզ մի բան պատմեմ։ Վթարի մասին։ Կնոջս մասին։ Ամեն ինչի մասին»։ Եվ Մարինեն նստեց մահճակալի կողքին, պատրաստ լսելու։ Պատրաստ կրելու այն բեռի մի մասը, որը նա այդքան երկար միայնակ էր կրում։ Որովհետև դա էր, ինչ նա անում էր։ Նա ոչ միայն խնամում էր նրա մարմինը։ Նա խնամում էր հոգին։ Եվ դրանում նա ավելի լավն էր, քան ցանկացած մասնագետ, որը եկել էր նրանից առաջ։ Գաբրիելը պատմեց վթարի օրվա մասին։ Նա մեքենայով վերադառնում էր Երանում կայացած հանդիպումից, հոգնած, բայց երջանիկ։ Գինեգործարանը լավ էր աշխատում, կինը հղի էր, կյանքը կատարյալ էր թվում։ Բայց հետո մի կտրուկ շրջադարձ, հորդառատ անձր, հանդիպակաց ուղղությամբ եկող բեռնատար։ Նա շեղվեց, որպեսզի ճակատային բախումից խուսափի, շրջվեց։ Երբ 3 շաբաթ անց արթնացավ հիվանդանոցում, պարզեց, որ այլևս երբեք չի քայլի։ Կինը, Վերոնիկան, նրա կողքին էր։ Սկզբում նա ասաց, որ կմնա, որ միասին կհաղթահարեն ամեն ինչ։ Բայց շաբաթները վերածվեցին ամիսների, նրա համբերությունը սպառվեց։ Նա չդիմացավ նրան կախյալ, հիասթափված, այլ տեսնելուն։ Եվ հետո նա հեռացավ։ Վերցրեց դստերը Ջուլիային, ով այն ժամանակ ընդամենը 2 տարեկան էր, անհետացավ։ Նա փորձեց գտնել նրանց, բայց Վերոնիկան խելացի էր։ Ընտանիքից փող ուներ, գիտեր ինչպես անհետանալ։ Նրա փաստաբաններն ասացին, որ դա կլինի երկար, թանկ էմոցիոնալ առումով կործանարար պայքար։ Այսպիսով, Գաբրիելը հանձնվեց։ Հանձնվեց ամեն ինչից։ Մարինեն լսեց յուրաքանչյուր բառը սեղմված սրտով։ Երբ նա ավարտեց, նա չասաց, որ ամեն ինչ լավ կլինի։ Չառաջարկեց մխիթարության դատարկ խոսքեր։
Պարզապես բռնեց նրա ձեռքը, մնաց այնտեղ, լռության մեջ, մինչ նա քնեց։ Այդ գիշեր, իր անկողնում պառկած, Մարինեն մի սարսափելի բան գիտակցեց։ Նա սկսում էր ինչ-որ բան զգալ Գաբրիելի նկատմամբ։ Մի բան, որը կարեկցանքից անդին էր։ Մի բան, որը ստիպում էր նրա սրտին արագանալ, երբ նա ժպտում էր։ Մի բան, որը ստիպում էր նրան երազել մի ապագայի մասին, որն անհնարին էր թվում։ Նրան երբեք չէին համբուրել։ Նա երբեք ոչ մեկին չէր ցանկացել։ Բայց հիմա, կյանքում առաջին անգամ, հասկանում էր, թե ինչ է նշանակում ուզենալ լինել ինչ-որ մեկի կողքին։ Ուզենալ, որ քեզ դիպչեն։ Ուզենալ դիպչել։ Եվ դա նրան վախեցնում էր այնքան, որքան հմայում։ Շաբաթներն անցան, Մարինեի ու Գաբրիելի մեջ կապը խորացավ։ Նա սկսեց ավելի շատ ժպտալ։ Կատակներ անել։ Խնդրել, որ նա իր հետ ընտրի, որպեսզի զրուցեն գրքերի, երաժշտության, երազանքների մասին։ Նա նույնիսկ համաձայնեց ֆիզիոթերապիայի սեանսներ անցկացնել մի մասնագետի հետ, ում Մարինեն կարողացավ համոզել ընդունել։ Ոտքերում դեռ շարժում չկար, բայց հույսը, այդ վտանգավոր գեղեցիկ բանը, նորից սկսեց հայտնվել նրա աչքերում։ Տիկին Սիրանուշը մի գիշեր խոհանոցում պարոն Աշոտին ասաց, մինչ Մարինեն բարձրանում էր իր սենյակ. «Այս աղջիկը յուրահատուկ է»։ Նա հասավ նրան, ինչին ոչ ոք չհասավ։ Նա պարոն Գաբրիելին հետ բերեց։ Եվ դա ճիշտ էր։ Բայց այն, ինչ ոչ ոք դեռ չգիտեր, այն գինն էր, որ այս փոխակերպումը կպահանջեր երկուսից էլ։ Որովհետև Գաբրիելի անցյալը պատրաստվում էր թակել դուռը։ Եվ Մարինեի սիրտը պատրաստվում էր փորձության ենթարկվել այնպիսի ձերով, որոնք նա երբեք չէր պատկերացրել։ Փոթորիկը նոր էր սկսվում։ 2 ամիս էր անցել, ինչ Մարինեն հասել էր Ալավերդյանների առանձնատուն, փոխակերպումը տեսանելի էր ոչ միայն Գաբրիելի, այլ ողջ կալվածքի վրա։ Վարագույրները բաց էին մնում, ռոյալի երաժշտությունը ամեն կեսօր արձագանքում էր միջանցքներում, նույնիսկ աշխատողները խոսում էին, որ տերը նորից սկսել է ժպտալ։ Մարինեն գտել էր իր նպատակը այդ վայրում, այդ մարդու մեջ, ով կամաց-կամաց բացահայտում էր բարդության շերտեր, որոնք օրեցօր ավելի էին հմայում նրան։ Գաբրիելը նորից սկսեց մասնակցել գինեգործարանի որոշումներին։ Ամեն առավոտ, լոգանքից նախաճաշից հետո, պարոն Աշոտը նրան տանում էր առաջին հարկի գրասենյակ, որտեղ փաստաթղթերի կույտեր էին նրան սպասում։ Մարինեն մոտակայքում էր մնում, կարգի բերելով թղթերը, սուրճ մատուցելով, լսելով զանգերը, որոնք նա անում էր դիստրիբյուտորների, գինեգործների մենեջերների հետ։ Նա նկատում էր նրա սուր միտքը, խնդիրներ լուծելուձը, թե ինչպես էր նա ղեկավարում բիզնեսը նույնիսկ անվասայլակից։ Դա նրան խորապես տպավորում էր։ Բայց մի աշնանային կեսօր, երբ որդատունկերի տերները սկսում էին ոսկեգույն երանգներ ստանալ, ինչ-որ բան վերջնականապես փոխվեց նրանց մեջ։ Մարինեն գրադարանում էր, փնտրում էր մի գիրք, որի մասին Գաբրիելը նշել էր ճաշի ժամանակ, երբ նա լուռ ներս մտավ սայլակով։ «Ինչ-որ բան ես փնտրում», հարցրեց նա այն կիսաժպիտով, որն այժմ ավելի հաճախ էր հայտնվում։ «Պորտուգալական գինիների պատմության մասին գիրքը։ Ասացիք, որ 3-րդ դարակում է, բայց չեմ գտնում»։ Գաբրիելը մոտեցավ, զննելով կազմերը։ «Տեսնեմ»։ Նա ձեռքը մեկնեց, առանց ցանկանալու, նրա ուսը քսվեց նրա թին։ Մարինեն զգաց, թե ինչպես սարսուռ անցավ ողնաշարով։ Դա ընդամենը պատահական հպում էր, բայց բավական էր, որպեսզի սիրտը սկսի արագ բաբախել։ Ահա, նա հանեց գիրքը, բայց անմիջապես տալու փոխարեն, մի պահ բռնեց նրա ձեռքը։ «Մարինե, ես պետք է քեզ մի բան ասեմ»։ Նա զգաց, թե ինչպես կոկորդը չորացավ։ «Կարող եք ասել»։ «Ես չգիտեմ, թե ինչով եմ արժանացել քեզ», ասաց Գաբրիելը, ձայնը հուզմունքով լի։ «Դու այստեղ հայտնվեցիր, երբ ես արդեն հանձնվել էի ամեն ինչից։ Եվ ինչ-որ կերպ, առանց նույնիսկ փորձելու, ստիպեցիր ինձ նորից ապրելու ցանկություն ունենալ։ Ես ուղղակի ուզում էի, որ դու դա իմանայիր»։ Մարինեն զգաց, թե ինչպես են աչքերը այրվում։ Նա չգիտեր ինչ ասել։ Երբեք նման խոսքեր չէր լսել։ Երբեք իրեն այդքան կարևոր չէր զգացել ինչ-որ մեկի համար։ «Ես էլ այստեղ ինչ-որ բան գտա», կամաց պատասխանեց նա։ «Գտա մի տեղ, որտեղ ես պատկանում եմ»։ Նրանք կանգնած էին այնտեղ, ձեռքերը միահյուսված, հայացքները կապված, մինչ տիկին Սիրանուշը հայտնվեց գրադարանի դռան մոտ, ընդհատելով պահը։ «Պարոն Գաբրիել, գինեգործը զանգել է։ Պետք է ձեզ հետ խոսի նոր բերքի մասին»։
Գաբրիելը բաց թողեց Մարինեի ձեռքը, բայց նրանց փոխանակած հայացքը ամեն ինչ ասում էր։ Ինչ-որ բան փոխվել էր։ Մի անտեսանելի գիծ հատվել էր, հետդարձի ճանապարհ չկար։ Այդ գիշեր Մարինեն չկարողացավ քնել։ Նա պառկած նայում էր առաստաղին, դեռ զգալով Գաբրիելի ձեռքի ջերմությունն իր ձեռքին։ Առաջին անգամ նա իրեն թույլ տվեց մտածել անհնարինի մասին։ Իսկ եթե դա սեր էր։ Իսկ եթե այդ մարդը նույնը զգար, ինչ ինքը։ Բայց շուտով բանականությունը ավելի բարձր խոսեց։ Նա միլիոնատեր էր, տարածաշրջանի խոշորագույն գինեգործարաններից մեկի տերը։ Իսկ ինքը ընդամենը մի աղջիկ էր, ով իր կյանքն անցկացրել էր վանքում փակված, առանց պաշտոնական կրթության, առանց աշխարհի փորձի։ Ինչպես կարող էր նրանց միջ ինչ-որ բան լինել, բացի մասնագիտական հարաբերություններից։ Բայց սիրտը, այդ համառ ու անհարմար բանը, տրամաբանությանը ուշադրություն չէր դարձնում։ Հաջորդ օրերը քաղցր վտանգավոր լարվածության մեջ անցան։ Գաբրիելը պատրվակներ էր գտնում նրա կողքին լինելու համար։ Խնդրում էր, որ նա բարձրաձայն կարդա, մինչ ինքն աշխատում է, կանչում էր նրան պատշգամբում մայրամուտը դիտելու, պարզ առաջադրանքների վերաբերյալ կասկածներ էր հորինում, միայն թե երկարացնի նրա ներկայությունը։ Եվ Մարինեն, նույնիսկ փորձելով պահպանել հանգստությունը, զգում էր, թե ինչպես է հալվում յուրաքանչյուր հայացքից, յուրաքանչյուր ժպիտից, յուրաքանչյուր բարի ժեստից։ Այդպիսի մի կեսօր, մինչ նա ռոյալ էր նվագում, իսկ նա փակ աչքերով լսում էր, անհնարինը տեղի ունեցավ։ Երբ երաժշտությունն ավարտվեց, Գաբրիելը բացեց աչքերը, նայեց նրան մի այնպիսի ուժգնությամբ, որ նրա շունչը կտրվեց։ «Արի այստեղ», խնդրեց նա, ձեռքը մեկնելով։ Մարինեն վեր կացավ ռոյալի աթոռակից, քայլեց դեպի նա, սիրտը կրծքում բախելով։ Նա բռնեց նրա երկու ձեռքերը, նրբորեն քաշեց իրեն ավելի մոտ։ «Ես խախտում եմ բոլոր կանոնները, սա անելով», ասաց Գաբրիելը խռպոտ ձայնով։ «Գիտեմ, որ դու այստեղ աշխատում ես, գիտեմ, որ մեր մեջ տարածություն կա, գիտեմ, որ իրավունք չունեմ զգալու այն, ինչ զգում եմ։ Բայց այլս չեմ կարող ծածնել։ Մարինե, դու դարձել ես իմ կյանքի ամենակարևոր մարդը»։ Մարինեն զգաց, թե ինչպես են արցունքները հորթում։ «Ես չգիտեմ ինչ անել այն ամենի հետ, ինչ զգում եմ քո նկատմամբ», խոստովանեց նա։ «Երբեք նախկինում նման բան չեմ զգացել»։ «Կարող եմ քեզ համբուրել», հարցրեց նա, այդ հարցի խոցելիությունը նրան լիովին զինաթափեց։ Նա պարզապես գլխով արեց, բառեր գտնել չկարողանալով։ Գաբրիելը նրան ավելի մոտ քաշեց, մինչ նա գրեթե նստեց նրա գրկում, հետո մի նրբությամբ, որը հակասում էր նրա ձեռքերի ուժին, նա դիպավ նրա դեմքին, համբուրեց նրան։ Դա Մարինեի առաջին համբույրն էր։ Եվ դա այն ամենն էր, ինչ նա երբեք չգիտեր, որ ուզում է։ Փափուկ, խորը, մի զգացմունքով լի, որը կարծես թե հորթում էր երկուսից էլ։ Երբ նրանք բաժանվեցին, նա դողում էր։ «Ներիր», ասաց Գաբրիելը, դեռ բռնած նրա դեմքը։ «Չեմ ուզում, որ դու քեզ ճնշված կամ անհարմար զգաս»։ «Չեմ զգում», պատասխանեց Մարինեն, ճակատը հենելով նրան։ «Վախեցած եմ, բայց ոչ անհարմար»։ Նրանք այդպես մնացին երկար, պարզապես միասին շնչելով, մինչ իրականությունը թակեց դուռը զանգող հեռախոսի տեսքով։ Գաբրիելը դժկամությամբ պատասխանեց, Մարինեն օգտվեց առիթից, հեռանալու, փորձելով կարգի բերել մտքերն ու արագացած սիրտը։ Այդ գիշեր, ընթրիքի ժամանակ, որն այժմ միասին էին անում, տիկին Սիրանուշը դիտում էր երկուսին իմաստուն հայացքով։ Նա ոչինչ չասաց, բայց Մարինեն գիտեր, որ տնտեսուհին նկատում է փոփոխությունը։ Եվ եթե տիկին Սիրանուշը նկատում էր, շուտով կալվածքի բոլորը կիմանային։ Բայց այն, ինչ նրանցից ոչ ոք չէր սպասում, այն ռումբն էր, որը պատրաստվում էր պայթել։ Համբույրից 3 օր անց, ապրիլյան արոտ առավոտյան, մի արծաթագույն Մերսեդես կայանեց առանձնատան դիմաց։ Մարինեն խոհանոցում էր, օգնում էր տիկին Սիրանուշին ճաշ պատրաստել, երբ լսեցին շարժիչի ձայնը։ Պատուհանից տեսան, թե ինչպես մի կին իջավ մեքենայից։ Նա շլացուցիչ էր։ Բարձրահասակ, նիհար, կատարյալ սանրված շիկահեր մազեր, բրենթային հագուստ, բարձրակրունկներ, հսկայական մուգ ակնոցներ։ Նա քայլեց դեպի մուտքի դուռը այն մարդու վստահությամբ, ով շատ լավ գիտեր այդ վայրը։ Տիկին Սիրանուշը գցեց գդալը, որը բռնել էր։ Աստված իմ։ Տիկին Վերոնիկան է։ Անունը խոհանոցում արձագանքեց կրակոցի պես։ Մարինեն զգաց, թե ինչպես ստամոքսը շուռ եկավ։ Նախկին կինը։ Այն կինը, ով լքել էր Գաբրիելին։ Ինչ էր նա անում այստեղ։
Տիկին Սիրանուշը գնաց դուռը բացելու, Մարինեն քարացած մնաց խոհանոցում, լսելով զրույցը։ Սիրանուշ, որքան ժամանակ Վերոնիկայի ձայնը մեղմ էր, բայց դրա մեջ ինչ-որ հաշվարկված բան կար։ Ես այստեղ եմ, ամուսնուս տեսնելու։ Նախկին ամուսնուն, տիկին Վերոնիկա, ուղեց տիկին Սիրանուշը, հաստատուն ձայնով։ Ամուսնալուծությունը 2 տարի առաջ է վերջնականացվել։ Մանրամասներ, ասաց Վերոնիկան թեթ ծիծաղով։ Որտեղ է նա։ Գրասենյակում։ Բայց նա այցելուների չի սպասում։ Նա կուզենա ինձ տեսնել։ Համոզված եմ։ Վերոնիկան անցավ տիկին Սիրանուշի կողքով, ծանոթ քայլերով գնաց դեպի գրասենյակ։ Մարինեն, չկարողանալով զսպել կրծքում աճող հետաքրքրասիրությունն ու վախը, դուրս եկավ խոհանոցից, կանգնեց միջանցքում, որտեղից կարող էր լսել զրույցը, առանց տեսանելի լինելու։ Գաբրիել, սիրելիս, Վերոնիկայի ձայնը միաժամանակ մեղր էր ու թույն։ Ինչ ես անում այստեղ։ Գաբրիելի ձայնը լարված էր, զարմանքով զսպված զայրույթով լի։ Եկել եմ քեզ տեսնելու, իհարկե։ Լսեցի, որ շատ ավելի լավ ես։ Որ նույնիսկ նորից սկսել ես աշխատել։ Հպարտանում եմ քեզնով։ Դու իրավունք չունես հպարտանալու ոչնչով, չոր պատասխանեց Գաբրիելը։ Դու ինձ լքեցիր, երբ ես ամենաշատն էի քո կարիքն ունեցել։ Ախ, Գաբրիել, դրամատիկ մի եղիր։ Ես վախեցած էի, շփոթված։ Չգիտեի ինչպես վարվել իրավիճակի հետ։ Բայց այս տարիների ընթացքում շատ բան սովորեցի։ Հասունացա։ Եվ հասկացա, թե ինչ սխալ եմ գործել։ Մարինեն զգաց, թե ինչպես սիրտը կանգ առավ։ Ոչ։ Նա չէր կարող ասել այն, ինչ Մարինեն մտածում էր, որ ասում է։ Ուզում եմ վերադառնալ, Գաբրիել, շարունակեց Վերոնիկան։ Ուզում եմ նորից փորձել։ Մենք ընտանիք ենք։ Ջուլիան հոր կարիքն ունի։ Իսկ դու մեկի կարիքն ունես, ով իսկապես հասկանում է քո աշխարհը։ Դու խենթ ես, հարցրեց Գաբրիելը անհավատությամբ։ Դու ինձ կործանված թողեցիր։ Վերցրեցիր դստերս անհետացար տարիներով։ Եվ հիմա կարծում ես, թե կարող ես պարզապես վերադառնալ։ Գիտեմ, որ վիրավորել եմ քեզ։ Բայց մարդիկ փոխվում են։ Եվ ես փոխվել եմ, Վերոնիկան դադար տվեց, երբ նորից խոսեց, նրա ձայնը դիտավորությամբ էր լի։ Բացի այդ, իմացա, որ նոր խնամող ունես։ Վանքից մի աղջիկ։ Գաբրիել, խնդրում եմ, ասա ինձ, որ դու երախտագիտությունը այլ բանի հետ չես շփոթում։ Նա աշխատող է։ Դու արժանի ես քո մակարդակի մեկին։ Մարինեն զգաց, թե ինչպես է նվաստացումը այրում իրեն ներսից։ Հենց դրանից էր նա վախենում։ Որ բոլորը կտեսնեն այն, ինչ կա իր Գաբրիելի մեջ, որպես անպատշաճ, անհնարին, սխալ բան։ Հեռացիր այստեղից, Վերոնիկա, ասաց Գաբրիելը, զայրույթից դողացող ձայնով։ Հիմա։ Չեմ հեռանա։ Ոչ մինչ դու ինձ իսկապես լսես։ Ջուլիան մեքենայում է։ Նա ուզում է քեզ տեսնել։ Դու դա կմերժես քո սեփական դստերը։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Մարինեն գիտեր, թե որքան էր Գաբրիելը տառապում դստեր բացակայությունից։ Գիտեր, որ նա երազում էր այն օրվա մասին, երբ նրան կրկին կհանդիպեր։ Եվ հիմա Վերոնիկան հենց դա էր օգտագործում որպես զենք։ Լավ, ասաց Գաբրիելը, պարտված։ Թող նա ներս մտնի։ Մարինեն լսեց մոտեցող քայլեր, վազեց հետ դեպի խոհանոց։ Տիկին Սիրանուշը նստած էր սեղանի մոտ, գլուխը ձեռքերի մեջ։ Այդ կինը սատանա է մարդու կերպարանքով, մրմնջաց տնտեսուհին։ Նա նորից ամեն ինչ կկործանի։ Մի քանի րոպե անց մոտ 8 տարեկան մի աղջիկ ներս մտավ տուն, ձեռքը բռնած Վերոնիկայի հետ։ Ջուլիան գեղեցիկ էր, հոր նման մուգ մազերով, նույն կապույտ աչքերով։ Բայց այդ հայացքում տխրություն կար։ Մի տխրություն, որը չպետք է լիներ այդքան երիտասարդ մեկի մոտ։ Մարինեն հեռվից դիտում էր, թե ինչպես Գաբրիելը տարիների մեջ առաջին անգամ տեսավ իր դստերը։ Նա չկարողացավ զսպել արցունքները։ Ջուլիան վազեց դեպի նա, նետվեց նրա գիրկը, հայր ու դուստր մնացին այնտեղ, գրկախառնված, միասին լաց լինելով։ Դա գեղեցիկ, մինույն ժամանակ, կործանարար տեսարան էր։ Որովհետև Մարինեն գիտեր, որ Վերոնիկան այնտեղ սիրուց դրդված չէր։ Նա այնտեղ էր շահից դրդված։ Եվ նա ճիշտ էր։ Հաջորդ օրերին Վերոնիկան տեղավորվեց առանձնատանը, կարծես երբեք չէր հեռացել։
Նա ասում էր, որ դա ընդամենը ժամանակավոր է, որ իրեն տեղ է պետք մնալու, մինչ Արենիում բյուրոկրատական հարցեր լուծի, բայց բոլորը գիտեին, որ դա սուտ է։ Նա այնտեղ էր, Գաբրիելին վերանվաճելու համար։ Եվ Ջուլիային օգտագործում էր որպես կամուրջ։ Մարինեն փորձում էր անտեսանելի մնալ։ Անում էր իր գործը, խնամում էր Գաբրիելին, երբ Վերոնիկան մոտակայքում չէր, բայց խուսափում էր առճակատումներից։ Նա չգիտեր ինչպես վարվել այդ իրավիճակի հետ։ Իրեն փոքր, անպատշաճ էր զգում, կարծես ներխուժող լիներ մի բանի մեջ, որը իրեն չէր պատկանում։ Գաբրիելը նկատում էր նրա հեռացումը, տառապում էր դրանից։ Մի քանի անգամ փորձեց խոսել, բայց Մարինեն միշտ պատրվակ էր գտնում հեռանալու համար։ Նա վախենում էր։ Վախենում էր վիրավորվելուց։ Վախենում էր կորցնել մի բան, որը գուցե երբեք էլ իրենը չէր եղել։ Վերոնիկան իր հերթին հնարավորություն բաց չէր թողնում խայթելու։ Նա նուրբ մեկնաբանություններ էր անում Մարինեի արտաքինի, նրա պաշտոնական կրթության բացակայության, այն մասին, թե ինչպես նա չի հասկանում բիզնեսի աշխարհը։ Մի հատկապես լարված ընթրիքի ժամանակ, երբ բոլորը նստած էին սեղանի շուրջ, Վերոնիկան բաց թողեց իր թույնը։ Մարինե, սիրելիս, Գաբրիելն ինձ պատմեց, որ դու կյանքդ անցկացրել ես վանքում։ Պետք է դժվար լինի հարմարվել իրական աշխարհին, այնպես չէ՞։ Այս բոլոր ժամանակակից բաները, տեխնոլոգիաները, բարդ հարաբերությունները։ Ամեն ինչ պետք է շատ շփոթեցնող լինի քեզ համար։ Մարինեն զգաց, թե ինչպես դեմքը այրվեց, բայց պահպանեց հանգստությունը։ Ես լավ եմ հարմարվում, շնորհակալություն։ Որքան լավ։ Որովհետև սարսափելի կլիներ, եթե դու, չգիտեմ, շփոթեիր բաները, շարունակեց Վերոնիկան թունոտ ժպիտով։ Երբեմն, երբ մենք մենակ ու խոցելի ենք, կարող ենք սխալ մեկնաբանել ինչ-որ մեկի բարությունը։ Չեմ ուզում, որ դու վիրավորվես, հասկանում ես։ Հերիք է, Վերոնիկա, ասաց Գաբրիելը, կտրուկ ձայնով։ Մարինեն կարող է այս տան ինձ համար։ Նրան հարգանքով վերաբերվիր։ Իհարկե, սիրելիս, ասաց Վերոնիկան, ծածնելով անմեղություն։ Ես ընդամենը բարի էի լինում։ Բայց վնասն արդեն հասցված էր։ Մարինեն վեր կացավ սեղանից, մի պատրվակ մրմնջաց գնաց իր սենյակ։ Նա նստեց մահճակալի եզրին, ձեռքերը դողում էին, փորձում էր զսպել արցունքները։ Գուցե Վերոնիկան ճիշտ էր։ Գուցե նա ամեն ինչ շփոթել էր։ Գուցե Գաբրիելը երբեք չէր կարող իսկապես սիրել իրեն։ Ի վերջո, ինչ ուներ նա առաջարկելու նրա նման մարդուն։ Ոչինչ, բացի սիրելու պատրաստ սրտից, դա այնքան քիչ էր թվում այն աշխարհի համեմատ, որին նա պատկանում էր։ Դռան մեղմ թակոցը նրան դուրս բերեց մտքերից։ Գաբրիելն էր։ Նա բարձրացել էր աստիճաններով անվասայլակով, մի բան, որ հազվադեպ էր անում դժվարության պատճառով։ Մարինե, խնդրում եմ, թող ներս մտնեմ, ասաց նա դռան մյուս կողմից։ Նա վարանեց, բայց վերջապես բացեց։ Նա ներս մտավ, փակեց դուռը իր հետից։ Ոչինչ մի լսիր նրա ասածներից, ասաց Գաբրիելը հրատապ ձայնով։ Վերոնիկան փորձում է մեզ բաժանել, որովհետև գիտի, որ մեր միջ իրական ինչ-որ բան կա։ Նա չի կարող տանել ինձ երջանիկ տեսնելը։ Բայց նա քո դստեր մայրն է, պատասխանեց Մարինեն, արցունքները վերջապես հոսելով։ Նա քո աշխարհի մի մասն է այնպես, ինչպես ես երբեք չեմ լինի։ Եվ գուցե նա ճիշտ է։ Գուցե ես ամեն ինչ շփոթել եմ։ Գաբրիելը բռնեց նրա դեմքը երկու ձեռքով, ստիպելով նրան նայել իր աչքերին։ Դու ոչինչ չես շփոթել։ Այն, ինչ ես զգում եմ քո նկատմամբ, իրական է։ Ավելի իրական, քան ցանկացած բան, որ երբես զգացել եմ կյանքում։ Ես Վերոնիկային չեմ ուզում։ Չեմ ուզում վերադառնալ անցյալ։ Ուզում եմ ապագա կառուցել։ Եվ ուզում եմ, որ դա լինի քեզ հետ։ Մարինեն զգաց, թե ինչպես սիրտը կոտրվեց, բուժվեց միաժամանակ։ Ինչպես կարող եմ մրցել նրա հետ, հարցրեց նա, կոտրված ձայնով։ Նայիր ինձ։ Ես նրա նման գեղեցիկ չեմ, նրա կրթությունը չունեմ, ոչինչ չգիտեմ քո աշխարհի մասին։ Կարծում ես, դա ինձ համար նշանակություն ունի, հարցրեց Գաբրիելը հաստատուն ձայնով։ Մարինե, դու ինձ կյանքի վերադարձրիր։ Դու ստիպեցիր ինձ հավատալ, որ աշխարհում դեռ գեղեցկություն կա։ Դու պետք չէ մրցես ոչ մեկի հետ, որովհետև մրցակցություն չկա։ Ես արդեն ընտրել եմ։ Ընտրել եմ քեզ։ Եվ նա համբուրեց նրան։ Հուսահատ համբույր, լի խոստումներով ու վախերով, հույսով ու անորոշությամբ։
Եվ Մարինեն տրվեց, որովհետև նույնիսկ բոլոր խոչընդոտներով, նույնիսկ ողջ վախով, նա չէր կարող շղթել այն, ինչ զգում էր։ Բայց դրան մյուս կողմում, միջանցքի ստվերներում թաքնված, Վերոնիկան դիտում էր ամեն ինչ սառը ժպիտով շուրթերին։ Նա այդքան հեշտ չէր հանձնվելու։ Եթե մի բան կար, որ Վերոնիկա Ալավերդյանը գիտեր անել, դա իր պլաններին սպառնացող բանը ոչնչացնելն էր։ Եվ Մարինեն ընդամենը մեկ այլ խոչընդոտ էր, որը պետք էր հեռացնել։ Պատերազմը սկսվել էր։ Եվ Մարինեն կյանքում առաջին անգամ պետք է պայքարեր։ Ոչ միայն Գաբրիելի, այլ իր համար։ Որովհետև նա արժանի էր երջանիկ լինելու։ Արժանի էր սիրված լինելու։ Եվ նա թույլ չէր տալու ոչ մեկին, նույնիսկ Վերոնիկայի նման կնոջը, խլել դա իրենից։ Հաջորդ առավոտյան Մարինեն արթնացավ նոր վճռականությամբ։ Նա այլս չէր թաքնվելու։ Այլս իրեն թերարժեք չէր զգալու։ Եթե Գաբրիելն իրեն էր ընտրել, ուրեմն նա պետք է հավատար, որ արժանի է այդ ընտրությանը։ Նախաճաշի ժամանակ, երբ Վերոնիկան մեկ չարախինդ մեկնաբանություն արեց նրա պարզ հագուստի մասին, Մարինեն պատասխանեց հանգստությամբ արժանապատվությամբ։ Իմ հագուստը կարող է պարզ լինել, բայց սիրտս՝ ոչ։ Եվ դա է, որ իսկապես կարևոր է։ Վերոնիկան մի պահ անպատասխան մնաց, զարմացած այն աղջկա խիզախությունից, ով նախկինում կծկվում էր իր առաջ։ Գաբրիելը ժպտաց, հպարտ։ Ջուլիան, ով դիտում էր ամեն ինչ, հետաքրքրությամբ նայեց Մարինեին։ Ավելի ուշ, այդ օրը, մինչ Մարինեն ռոյալ էր նվագում, աղջիկը ամաչկոտ մոտեցավ։ Դուք շատ լավ եք նվագում, կամաց ասաց Ջուլիան։ Շնորհակալություն։ Կուզեի սովորել։ Ջուլիայի աչքերը փայլեցին։ Կարելի՞։ Իհարկե։ Արի, նստիր այստեղ ինձ հետ։ Եվ այսպես սկսվեց մի անհավանական ընկերություն։ Մարինեն Ջուլիան ամբողջ կեսօրը միասին ռոյալ էին նվագում, ծիծաղում, զրուցում։ Եվ Գաբրիելը, դրան մոտից դիտելով, զգաց, թե ինչպես է ինչ-որ բան աճում իր կրծքում։ Դա ընտանիքի էր նման։ Իսկական ընտանիքի, որը կառուցված էր ոչ թեստի արտաքին տեսքի, այլ անկեղծ ջերմության վրա։ Վերոնիկան ատում էր դա։ Ատում էր տեսնել, թե ինչպես է դուստրը կապվում այդ կնոջ հետ։ Ատում էր տեսնել Գաբրիելին երջանիկ։ Եվ այդ գիշեր նա որոշեց, որ ժամանակն է փոխել ռազմավարությունը։ Նա գտավ Գաբրիելին գրասենյակում, երբ բոլորն արդեն քնած էին։ Պետք է խոսենք, ասաց նա, փակելով դուռը։ Ջուլիայի մասին։ Ինչ կա նրա հետ։ Դու իսկապես կարծում ես, որ մեր դստեր համար առողջարար է քեզ տեսնել այս կնոջ հետ։ Ջուլիան շփոթված է։ Նա հարցնում է, թե արդյոք Մարինեն իր նոր մայրիկն է լինելու։ Դա արդար չէ նրա նկատմամբ, Գաբրիել։ Ջուլիան սիրում է Մարինեին, պատասխանեց Գաբրիելը։ Եվ Մարինեն լավ է վարվում նրա հետ։ Բայց նա նրա մայրը չէ։ Ես եմ։ Եվ եթե դու համառես այս ծիծաղելի հարաբերության հարցում, ես ստիպված կլինեմ նորից տանել Ջուլիային։ Չեմ կարող թույլ տալ, որ իմ դուստրը մեծանա այս միջավայրում։ Դա հստակ սպառնալիք էր։ Գաբրիելը զգաց, թե ինչպես է զայրույթը եռում, բայց նա վախ։ Դստերը նորից կորցնելու վախը։ Դու դա չես անի, ասաց նա, բայց ձայնը դողաց։ Կանեմ, եթե անհրաժեշտ լինի, սառը պատասխանեց Վերոնիկան։ Ընտրությունը քոնն է, Գաբրիել։ Քո դուստրը, թե քո խնամողը։ Երկուսին ունենալ չես կարող։ Եվ հետո նա դուրս եկավ, թողնելով Գաբրիելին մենակ իր կյանքի ամենաանհնարին որոշման հետ։ Գաբրիելը այդ գիշեր չքնեց։ Մնաց գրասենյակում, պատուհանից նայելով խավարին, միտքը հուսահատ շրջաններ էր գծում։ Ինչպես կարող էր ընտրել իր սիրելի դստեր այն կնոջ միջ, ով իրեն կյանքի էր վերադարձրել։ Դա նման էր շնչելու բաբախող սիրտ ունենալու միջ ընտրություն կատարելու խնդրանքի։ Անհնար։ Դաժան։ Անարդար։ Երբ ары սկսեց ծագել խաղողի այգիների վրայով, երկինքը ներկելով վարդագույն նարնջագույն երանգներով, նա վերջապես որոշում կայացրեց։ Նա չէր ընտրելու։ Նա պայքարելու էր։ Ջուլիայի Մարինեի համար։ Իսկական ընտանիք ունենալու հնարավորության համար, որը կառուցված կլիներ սիրո, ոչ թե մանիպուլյացիայի վրա։ Մարինեն վաղ արթնացավ, ինչպես միշտ, բայց երբ իջավ առավոտյան առօրյան սկսելու, գտավ Գաբրիելին արդեն արթուն հյուրասենյակում։ Նա հյուծված տեսք ուներ, բայց նրա աչքերում ինչ-որ տարբեր բան կար։ Վճռականություն։
Պետք է խոսենք, ասաց նա, նշան անելով, որ նստի։ Մարինեն նստեց բազմոցին, ձեռքերը միահյուսած գրկում, փորձելով զսպել կրծքում աճող նյարդայնությունը։ Վերոնիկան երեկ գիշեր ինձ վերջնագիր ներկայացրեց, սկսեց Գաբրիելը, հոգնած ձայնով։ Ասաց, որ եթե ես քեզ հետ շարունակեմ, նորից կտանի Ջուլիային։ Մարինեն զգաց, թե ինչպես շունչը կտրվեց։ Ուրեմն վերջ։ Ես կգնամ, մտածեց նա։ Եվ հենց դա էլ պետք է լիներ։ Գաբրիելին իր դուստրն էր պետք։ Իսկ ինքը, Մարինեն, ընդամենը մի անցում էր նրա կյանքում։ Ես հասկանում եմ, ասաց Մարինեն վերահսկվող ձայնով, չնայած ներսը պատառոտող ցավին։ Ջուլիան ձեր դուստրն է։ Նա պետք է առաջին տեղում լինի։ Ես այսօր կգնամ։ Ինչ։ Ոչ, ասաց Գաբրիելը, զարմացած։ Մարինե, դու չհասկացար։ Ես քեզ թույլ չեմ տա գնալ։ Թույլ չեմ տա, որ Վերոնիկան հաղթի։ Նա բլեֆ է անում։ Եվ նույնիսկ եթե ոչ, ես կպայքարեմ քեզ Ջուլիայի համար։ Երկուսիդ։ Բայց ինչպես, հարցրեց Մարինեն, արցունքները սկսելով հոսել։ Նա օրինական մայրն է։ Նա իրավունքներ ունի։ Իսկ ես հայրն եմ։ Եվ ես էլ իրավունքներ ունեմ, հաստատուն պատասխանեց Գաբրիելը։ Ես լավագույն փաստաբաններին կվարձեմ։ Կապացուցեմ, որ Վերոնիկան տարիներով լքել է Ջուլիային, որ հիմա վերադարձել է միայն շահից դրդված։ Ես կպայքարեմ խնամակալության համար։ Եվ դա կանեմ քեզ հետ իմ կողքին, եթե դու ուզենաս մնալ։ Մարինեն նայեց այդ մարդուն, ով ամիսներ առաջ ընդամենը դառնացած ու փակ մի անծանոթ էր, տեսավ այն խիզախությունը, որը նա հավաքում էր իր համար։ Նրանց համար։ Ինչպես կարող էր հիմա լքել նրան։ Ես կմնամ, ասաց նա, հաստատուն ձայնով, չնայած արցունքներին։ Ես կպայքարեմ քեզ հետ։ Գաբրիելը բռնեց նրա ձեռքը, այդ հպման մեջ մի լուր խոստում կար։ Նրանք միասին էին դիմակայելու դրան։ Բայց Վերոնիկան սպասող կին չէր։ Երբ տիկին Սիրանուշից, ով պատահաբար լսել էր զրույցը, իմացավ, որ Գաբրիելը նախատեսում է պայքարել Ջուլիայի խնամակալության համար, նա անցավ համընդհանուր հարձակման։ Այդ կեսօր, մինչ Մարինեն Ջուլիային ռոյալի դաս էր տալիս, Վերոնիկան փոթորկի պես ներս մտավ սենյակ։ Ջուլիա, գնա սենյակ։ Հիմա, հրամայեց նա, կտրուկ ձայնով։ Բայց մայրիկ, Մարինեն ինձ նոր երգ էր սովորեցնում, ես ասացի հիմա։ Ջուլիան վախեցած աչքերով նայեց Մարինեին, վազելով դուրս եկավ։ Մարինեն վեր կացավ ռոյալի աթոռակից, պատրաստվելով այն առճակատմանը, որը գիտեր, որ գալու է։ Վերոնիկան մոտեցավ, աչքերը զայրույթից փայլելով։ Դու կարծում ես, թե կարող ես ամեն ինչ ունենալ, այնպես չէ՞։ Իմ նախկին ամուսնուն, իմ դստերը, իմ կյանքը։ Բայց թույլ տուր քեզ մի բան ասեմ, աղջնակ։ Դու նրա համար ընդամենը մի արկած ես։ Երբ նորույթը անցնի, երբ նա հասկանա, որ դու ոչինչ չունես առաջարկելու, բացի կույս մարմնից տխուր պատմությունից, նա քեզ աղբի պես դուրս կնետի։ Մարինեն զգաց յուրաքանչյուր բառը դանակի հարվածի պես, բայց չնահանջեց։ Ես չեմ փորձում ունենալ ձեր կյանքը։ Ես պարզապես իմն եմ ապրում։ Ապրում ես, ծիծաղեց Վերոնիկան դաժան ձայնով։ Դու դա։ Ես ապրել կոչում։ Լինել հաշմանդամ մարդու խնամող։ Արթնացիր, Մարինե։ Գաբրիելը քեզ հետ է, որովհետև դա հարմար է։ Որովհետև դու հասանելի ես։ Որովհետև դու նրան ստիպում ես իրեն հզոր զգալ։ Բայց նա երբեք քեզ իսկապես չի սիրի։ Նրա նման տղամարդիկ քեզ նման կանանց չեն սիրում։ Նրանք օգտագործում են դեն նետում։ Մարինեն զգաց, թե ինչպես է ինչ-որ բան կոտրվում իր ներսում։ Դա զայրույթ չէր։ Դա պարզություն էր։ Առաջին անգամ նա տեսավ Վերոնիկային այնպիսին, ինչպիսին նա իրականում էր։ Մի կին, որը սարսափած էր կորցնելու վերահսկողությունը։ Մի կին, որն օգտագործում էր դաժանությունը որպես զրահ, որովհետև խորքում դատարկ էր։ Գիտեք ինչ եմ կարծում, ասաց Մարինեն, զարմանալիորեն հանգիստ ձայնով։ Կարծում եմ, դուք վախենում եք։ Վախենում եք, որ Գաբրիելն իսկապես երջանիկ կլինի առանց ձեզ։ Վախենում եք, որ Ջուլիան ինձ կսիրի այլս ձեր կարիքը չի ունենա։ Վախենում եք, որ այն ամենը, ինչ դուք կառուցել եք արտաքին տեսքի ստի վրա, կփլուզվի։ Եվ դրա համար դուք պետք է ինձ ոչնչացնեք։
Որովհետ եթե ես շարունակեմ այստեղ մնալ, լինելով պարզապես այն, ինչ կամ, դուք ստիպված կլինեք առերեսվել ճշմարտության հետ, որ խնդիրը երբեք Գաբրիելը չի եղել։ Դուք եք եղել։ Վերոնիկան գունատվեց։ Ինչպես ես համարձակվում։ Ես համարձակվում եմ, որովհետ այլս չեմ վախենում ձեզնից, շարունակեց Մարինեն, զգալով մի ուժ, որը չգիտեր, որ ունի։ Դուք կարող եք ինձ նվաստացնել, կարող եք խոսել վանքում իմ կյանքի մասին, կարող եք ասել, որ ես բավականաչափ լավը չեմ։ Բայց ճշմարտությունն այն է, որ Գաբրիելն ինձ է ընտրել։ Եվ դա ոչ թե այն պատճառով, որ ես հարմար եմ կամ հասանելի, այլ որովհետ ես նրա մեջ տեսա այն, ինչ դուք երբեք չկարողացաք տեսնել։ Լավ, ուժեղ իսկապես սիրելու ընդունակ մարդու։ Եվ եթե դուք իսկապես սիրեիք ձեր դստերը, կդադարեիք նրան որպես զենք օգտագործել, թույլ կտայիք նրան երջանիկ լինել։ Վերոնիկայի ձեռքն այնքան արագ բարձրացավ, որ Մարինեն հազիվ հասցրեց արձագանքել։ Ապտակը արձագանքեց սենյակում, թողնելով այրող հետք Մարինեի դեմքին։ Բայց նա չլացեց։ Չխոնարհվեց։ Պարզապես նայեց Վերոնիկային մի արժանապատվությամբ, որը մյուս կինը երբեք չէր ունենա։ Հեռացիր իմ տնից, ասաց Վերոնիկան, զայրույթից դողացող ձայնով։ Սա ձեր տունը չէ, պատասխանեց Մարինեն, թեթակի դիպչելով ցավող դեմքին։ Այլս չէ։ Եվ դուք դա գիտեք։ Վերոնիկան պատրաստվում էր պատասխանել, երբ Գաբրիելը հայտնվեց սենյակի դռան մոտ, Ջուլիան նրա կողքին։ Երկուսն էլ ականատես էին եղել ամեն ինչին։ Գաբրիելի դեմքը կարմրել էր զայրույթից, իսկ Ջուլիան լուռ լալիս էր։ Ջուլիա, գնա քո սենյակ Մարինեի հետ, ասաց Գաբրիելը, վերահսկվող, բայց սպառնալից ձայնով։ Հիմա։ Մարինեն ձեռքը մեկնեց աղջկան, ով վազեց դեպի նա կառչեց նրանից, կարծես կյանքը դրանից կախված լիներ։ Երկուսը բարձրացան աստիճաններով, թողնելով Գաբրիելին Վերոնիկային մենակ։ Բայց նույնիսկ հեռվից Մարինեն կարող էր լսել վեճը։ Դու նրան հարվածեցիր, գոռում էր Գաբրիելը, մի բան, որ Մարինեն երբեք չէր լսել։ Դու հարվածեցիր այն կնոջը, ում ես սիրում եմ։ Մեր դստեր աչքի առաջ։ Նա ինձ հրահրեց, պաշտպանվեց Վերոնիկան։ Սարսափելի բաներ ասաց։ Եվ կարծում ես, դա բռնությունն արդարացնում է։ Դու խենթ ես, Գաբրիելն իրենից դուրս էր եկել։ Հերիք է, Վերոնիկա։ Հերիք է մանիպուլյացիան, հերիք է սպառնալիքները, հերիք է ամեն ինչ վերահսկելու փորձերը։ Դու այսօր կհեռանաս այս տնից։ Եվ եթե փորձես Ջուլիային ուժով տանել, ես ոստիկանություն կկանչեմ։ Դու չես կարող դա անել։ Նա իմ դուստրն է։ Եվ իմն էլ։ Եվ ես թույլ չեմ տա, որ դու նրան մեծացնես, մտածելով, թե կարելի է մարդկանց հարվածել, երբ նյարդայնանում ես։ Թույլ չեմ տա, որ դու նրան քեզ նմանեցնես։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Հետո Վերոնիկան խոսեց, ցածր վտանգավոր ձայնով։ Դու դրա համար կզղջաս, Գաբրիել։ Ես կյանքում շատ բաների համար եմ զղջացել։ Քեզ հետ ամուսնանալը դրանցից մեկն է։ Հիմա հեռացիր։ Մարինեի սենյակում Ջուլիան նստած էր մահճակալին, գրկած բարձը, դեմքը արցունքներով թաց։ Մայրիկս չա՞ է, հարցրեց նա, փոքրիկ ձայնով։ Մարինեն նստեց նրա կողքին, թը գցելով աղջկա ուսերին։ Մայրիկդ մոլորված է։ Երբեմն մեծահասակները մոլորվում են վատ բաներ անում։ Բայց դա չի նշանակում, որ նա քեզ չի սիրում։ Նա ձեզ հարվածեց, ասաց Ջուլիան, նայելով Մարինեի դեմքին, որտեղ ապտակի հետքը դեռ կարմիր էր։ Իմ պատճառով։ Դա քո պատճառով չէր, հաստատուն ասաց Մարինեն։ Դա նրա խնդիրների պատճառով էր։ Դու ոչ մի բանում մեղավոր չես, լսեցի՞ր։ Այս ամենում ոչինչ քո մեղքը չէ։ Ջուլիան ամուր գրկեց Մարինեին, Մարինեն բռնեց նրան, զգալով, թե ինչպես է սիրտը կոտրվում այս երեխայի համար, ով օգտագործվում էր որպես զինվոր մեծահասակների խաղում։ Նա լուր երդվեց, որ կպաշտպանի այս աղջկան, ինչ գնով էլ լինի։ Ավելի ուշ, այդ գիշեր, երբ Վերոնիկան վերջապես հեռացավ առանձնատնից փաստաբաններով վերադառնալու խոստումով, Մարինեն խոհանոցում էր տիկին Սիրանուշի հետ, դեմքին սառը թրջոցներ դնելով, երբ Գաբրիելը իջավ։ Թույլ տուր տեսնեմ, ասաց նա, մոտենալով սայլակով։ Մարինեն դեմքը շրջեց դեպի նա, Գաբրիելը նրբորեն դիպավ այն հետքին, որը սկսում էր կապտել։ Ներիր, ասաց նա, խռպոտ ձայնով։ Ներիր, որ այս ամենը բերեցի քո կյանք։ Մի ներողություն խնդրեք, պատասխանեց Մարինեն։
Ես ընտրեցի մնալ։ Ընտրեցի պայքարել։ Եվ չեմ զղջում։ Գաբրիելը նրան մոտ քաշեց, Մարինեն ծնկի իջավ Սայլակի կողքին, գլուխը հենելով նրա գրկին։ Նա շոյեց նրա մազերը, նրանք այդպես երկար մնացին լռության մեջ, պարզապես կիսելով օրվա ծանրությունը։ Հիմա ինչ է լինելու, հարցրեց Մարինեն։ Ես կպայքարեմ Ջուլիայի խնամակալության համար։ Կապացուցեմ, որ Վերոնիկան պատշաճ մայր չէ։ Եվ դա կանեմ ճիշտ ճանապարհով, օրենքն իմ կողմն ունենալով, պատասխանեց Գաբրիելը։ Բայց դա հեշտ չի լինի։ Գիտեմ, ասաց Մարինեն։ Բայց մենք կհաղթահարենք։ Հաջորդող օրերին Գաբրիելը վարձեց ընտանեկան իրավունքի ոլորտում մասնագիտացած փաստաբանների թիմ։ Հանդիպումները երկար ու հոգնեցուցիչ էին։ Նրանք պետք է ապացույցներ հավաքեին, որ Վերոնիկան լքել է Ջուլիային, որ նրա վերադարձը պայմանավորված է ֆինանսական շահով, որ նա բռնի վարքագիծ է դրսևորել։ Մարինեն իր ցուցմունքը տվեց ապտակի, սպառնալիքների, այնձի մասին, թե ինչպես էր Վերոնիկան մանիպուլյացիայի ենթարկում դստերը։ Ջուլիան, ով ժամանակավորապես մնացել էր Գաբրիելի հետ դատարանի որոշմամբ մինչ դատական նիստը, սկսեց ծաղկել։ Առանց մոր թունավոր ներկայության, նա այլ երեխա էր։ Ուրախ, հետաքրքրասեր, քնքուշ։ Նա Մարինեն ժամերով միասին ռոյալ էին նվագում, գրքեր կարդում, կյանքի մասին զրուցում։ Եվ Գաբրիելը դիտում էր դա ուրախության վախի խառնուրդով։ Ուրախություն, դստերը երջանիկ տեսնելու համար։ Վախ, որ ամեն ինչ կարող է նորից իրենից խլվել։ Այդպիսի մի կեսօր, մինչ Գաբրիելն աշխատում էր գրասենյակում, իսկ Մարինեն ու Ջուլիան նկարում էին հյուրասենյակում, մի անսպասելի իրադարձություն փոխեց ամեն ինչ։ Կոստյումով մի մարդ հայտնվեց առանձնատան դարպասի մոտ։ Դա մասնավոր հետախույզն էր, ում Գաբրիելը վարձել էր շաբաթներ առաջ, Վերոնիկայի վերջին տարիների գտնվելու վայրի գործունեության մասին ավելին իմանալու համար։ Պարոն Աշոտը նրան տարավ գրասենյակ։ Մարինեն Ջուլիայի հետ անցնում էր միջանցքով, երբ լսեց զրույցը։ Պարոն Ալավերդյան, ես մի բան եմ գտել, որ դուք պետք է իմանաք, ասաց հետախույզը։ Տիկին Վերոնիկան վերջին տարիներին ոչ միայն բացակայել է։ Նա ապրել է Մոսկվայում մեկ այլ տղամարդու հետ։ Անշարժ գույքի ոլորտի գործարարի։ Եվ կան գրառումներ, որ նա մի քանի անգամ փորձել է մուտք գործել ձեր բանկային հաշիվներ, բայց արգելափակվել է ձեր փաստաբանների կողմից։ Բացի այդ, ես պարզեցի, որ նա այս տարիների մեծ մասը Ջուլիային թողել է մորական տատիկի մոտ։ Երեխան հազիվ է տեսել մորը։ Մարինեն զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Ջուլիան իր կողքին էր, նա գիտեր, որ աղջիկը կարող է լսել ամեն ինչ։ Արագ փորձեց շեղել նրան։ Ջուլիա, ինչ կասես, եթե գնանք դուրս խաղողի այգիները տեսնելու, առաջարկեց նա։ Բայց Ջուլիան արդեն լսել էր։ Նրա դեմքը գունատվել էր։ Մայրիկս ինձ թողել է տատիկի մոտ։ Նա ինձ հետ չի ապրել։ Մարինեն ծնկի իջավ նրա դիմաց, բռնելով ձեռքերը։ Սիրելիս, երբեմն մեծահասակները ստիպված են լինում դժվար ընտրություններ կատարել։ Նա չի ուզեցել ինձ հետ մնալ, ընդհատեց Ջուլիան, աչքերը արցունքներով լցվելով։ Նա ինձ չի սիրում։ Մարինեն աղջկան քաշեց իր գիրկը։ Նա քեզ սիրում է, իր ձով։ Բայց երբեմն մարդիկ չգիտեն ինչպես ճիշտ ցույց տալ սերը։ Ջուլիան լաց եղավ Մարինեի գրկում, այդ պահին ցանկացած կասկած, որը կարող էր մնացած լինել այդ ընտանիքում իր դերի մասին, անհետացավ։ Նա այնտեղ էր ոչ միայն Գաբրիելի համար։ Նա այնտեղ էր այս երեխայի համար, ով այդքան շատ սիրո կայունության մեկի կարիք ուներ, ով իսկապես կհոգար իր մասին։ Երբ Գաբրիելը վերջապես դուրս եկավ գրասենյակից, գտավ Մարինեին Ջուլիային նստած միջանցքի հատակին, գրկախառնված։ Նրա սիրտը լցվեց մի բանով, որը տարիներով չէր զգացել։ Հույսով։ Հույսով, որ գուցե, միայն գուցե, նրանք իսկապես կարող են ընտանիք լինել։ Դատական նիստը նշանակվեց 3 շաբաթից։ Դրանք լինելու էին ինտենսիվ նախապատրաստության, անհանգստության, վախի 3 շաբաթներ։ Բայց դրանք նա 3 շաբաթներ էին, որոնց ընթացքում Գաբրիելի, Մարինեի Ջուլիայի միջ կապն ամրապնդվեց, ինչպես երբեք։ Գաբրիելը սկսեց ինտենսիվ ֆիզիոթերապիա անել։ Ոչ թե որովհետև կարծում էր, որ նորից կքայլի, այլ որովհետև ուզում էր հնարավորինս ուժեղ լինել գալիք պայքարի համար։ Մարինեն նրան աջակցում էր յուրաքանչյուր սեանսի ժամանակ, խրախուսում, տոնում յուրաքանչյուր փոքր առաջընթաց։
Իսկ Ջուլիան դարձավ հոր ամենամեծ երկրպագուն, խրախուսական պաստառներ պատրաստելով տանը փակցնելով։ Այդպիսի մի գիշեր, երբ Ջուլիան արդեն քնած էր, Գաբրիելը Մարինեին կանչեց գրադարան խոսելու։ «Պետք է քեզ մի բան հարցնեմ», ասաց նա լուրջ։ «Եվ պետք է, որ դու լիովին անկեղծ լինես ինձ հետ»։ Մարինեն սառնություն զգաց ստամոքսում։ «Կարող եք հարցնել»։ «Եթե ես պարտվեմ այս պայքարում, եթե Վերոնիկան կարողանա տանել Ջուլիային, դու դեռ կմնաս», հարցրեց Գաբրիելը խոցելի։ «Որովհետև ես կհասկանամ, եթե չուզենաս»։ «Կհասկանամ, եթե սա չափազանց շատ լինի քեզ համար»։ Մարինեն քայլեց դեպի նա, ծնկի իջավ սայլակի դիմաց բռնեց նրա դեմքը երկու ձեռքով։ «Ես այստեղ Ջուլիայի համար չեմ։ Այստեղ չեմ, որովհետև դուք հարուստ եք կամ խնամքի կարիք ունեք։ Ես այստեղ եմ, որովհետև սիրում եմ ձեզ։ Եվ կշարունակեմ այստեղ մնալ, ինչ էլ որ պատահի։ Մենք միասին կպայքարենք։ Միասին կհաղթենք։ Կամ միասին կպարտվենք։ Բայց միասին, Գաբրիել։ Միշտ միասին»։ Գաբրիելը նրան համբուրեց մի այնպիսի ուժգնությամբ, որ նրա շունչը կտրվեց։ Դա խոստման, հանձնառության համբույր էր, այն ամենի, ինչ նրանք դեռ խիզախություն չունեին բարձրաձայն ասելու։ Երբ բաժանվեցին, երկուսն էլ լալիս էին։ «Ես էլ եմ քեզ սիրում», ասաց Գաբրիելը։ «Եվ երբ այս ամենն ավարտվի, երբ փոշին նստի, ես քեզ ամուսնության առաջարկություն կանեմ ճիշտ ձով»։ Մարինեն ծիծաղեց արցունքների միջից։ «Ես նույնիսկ չգիտեմ, կարո՞ղ եմ ամուսնանալ։ Երբեք պաշտոնապես վանքից դուրս չեմ եկել»։ «Ուրեմն միասին կպարզենք», ասաց նա, ժպտալով։ Եվ այդ գիշեր, առաջին անգամ, երբ այս ամենը սկսվել էր, երկուսն էլ խաղաղ քնեցին։ Որովհետև անկախ նրանից, թե ինչ կպատահեր դատական նիստին, նրանք գիտեին, որ ունեն մի բան, որը Վերոնիկան երբեք չի ունեցել։ Իսկական սեր։ Եվ դա, ինչ-որ կերպ, արդեն նրանց հաղթող էր դարձնում։ Օրերը շատ արագ անցան։ Դատական նիստը մոտենում էր, լարվածությունն աճում էր։ Վերոնիկան մի քանի անգամ փորձեց կապ հաստատել, հաղորդագրություններ ուղարկելով Գաբրիելին, զանգահարելով տուն, նույնիսկ մի գիշեր հայտնվելով դարպասի մոտ, պահանջելով տեսնել դստերը։ Բայց Գաբրիելն անդրդվելի էր։ Նա Ջուլիային կտեսներ միայն այն ժամանակ, երբ դատավորը որոշեր։ Դատական նիստի նախօրեին Մարինեն արեց մի բան, որը տարիներով չէր արել։ Ծնկի իջավ մահճակալի կողքին աղոթեց։ Աղոթեց Ջուլիայի, Գաբրիելի, իր համար։ Աղոթեց, որ արդարությունը հաղթանակի։ Եվ աղոթեց ուժ ունենալու համար դիմակայելու այն ամենին, ինչ գալու էր։ Որովհետև խորքում նա գիտեր, որ այդ դատական նիստը լինելու էր ոչ միայն Ջուլիայի խնամակալության մասին։ Այն լինելու էր նրանց երջանիկ լինելու իրավունքի մասին։ Ընտանիք լինելու։ Եվ Վերոնիկան չէր հանձնվելու առանց վերջին կործանարար ճակատամարտի։ Դատական նիստի առավոտյան Մարինեն հագավ իր ունեցած ամենապաշտոնական հագուստը, սկիսաշրջազգեստ պարզ սպիտակ վերնաշապիկ։ Գաբրիելը նյարդայնացած էր, անընդհատ ստուգում էր փաստաթղթերը, փորձում էր, թե ինչ կասի դատավորին։ Ջուլիան տիկին Սիրանուշի հետ էր, ով խոստացել էր շեղել նրան թխվածքաբլիթներով, մուլտֆիլմերով։ Դուրս գալուց առաջ Գաբրիելը բռնեց Մարինեի ձեռքը։ «Շնորհակալություն ամեն ինչի համար։ Մենք կհաղթենք սրանում», ասաց Մարինեն, փորձելով հավատալ սեփական խոսքերին։ Նրանք դուրս եկան առանձնատնից, ուղղվելով դեպի դատարան, չիմանալով, որ գալիք օրը կփոխի ամեն ինչ։ Լավի, թե վատի համար, միայն ժամանակը ցույց կտար։ Բայց մի բան հաստատ էր։ Մարինեն այլս այն վախեցած աղջիկը չէր, ով ամիսներ առաջ դուրս էր եկել վանքից։ Նա դարձել էր ուժեղ, խիզախ կին, ընդունակ պայքարելու նրա համար, ինչ սիրում էր։ Եվ նա պայքարելու էր մինչ վերջ։ Վայքի քաղաքային դատարանը այդ մայիսյան առավոտյան մարդաշատ էր։ Մարինեն բռնել էր Գաբրիելի ձեռքը, մինչ նրանք սպասում էին դատական նիստերի դահլիճում, նյարդերը ծայրահեղ լարված։ Փաստաբանները վերանայում էին փաստաթղթերը, դասավորում ապացույցները, պատրաստում փաստարկներ։ Դահլիճի մյուս կողմում Վերոնիկան անթերի տեսք ուներ թանկարժեք սպիտակ կոստյումով, շիկահեր մազերը կատարյալ հարդարված, դիմահարդարումը զուսպ, բայց էլեգանտ։ Նա կատարյալ մոր մարմնացում էր թվում։ Բայց Մարինեն գիտեր ճշմարտությունը։ Եվ հույս ուներ, որ դատավորը նույնպես կկարողանա տեսնել։ Բժիշկ Հենրիկ Թավադյանը, Գաբրիելի փաստաբանը, 50 անց մի փորձառու հարգված մարդ էր։
Նա մոտեցավ նրանց նիստը սկսվելուց առաջ։ Հիշեք, դատավոր Ֆերնանդա Ռոստոմյանը հայտնի է նրանով, որ երեխայի բարեկեցությունը վեր է դասում ամեն ինչից։ Մենք լավ ապացույցներ ունենք, բայց Վերոնիկան նույնպես իր թաքնված խաղաքարտն ունի։ Նա կփորձի Գաբրիելին ներկայացնել որպես Ջուլիային պատշաճ խնամելու անկարող ֆիզիկական սահմանափակումների պատճառով։ Եվ կփորձի ձեզ, Մարինե, որակազրկել որպես բացասական ազդեցություն։ Պատրաստ եղեք։ Մարինեն զգաց, թե ինչպես ստամոքսը շուռ եկավ, բայց գլխով արեց։ Գաբրիելն ավելի ուժեղ սեղմեց նրա ձեռքը։ Դահլիճի դուռը բացվեց, դատավորը ներս մտավ։ Բոլորը ոտքի կանգնեցին։ Դատավոր Ֆերնանդա Ռոստոմյանը մոտ 60 տարեկան մի կին էր, ջերմակ մազերը կոկոնով հավաքած, ընթերցանության ակնոցները վզից կախված լուրջ, բայց ոչ դաժան արտահայտությամբ։ Նա նստեց, կարգի բերեց թղթերը, նայեց երկու կողմերին։ Մենք այստեղ ենք, քննարկելու անչափահաս Ջուլիա Ալավերտյանի խնամակալության հարցը, սկսեց նա հաստատուն ձայնով։ Ուզում եմ հստակեցնել, որ իմ միակ հետաքրքրությունը այս երեխայի բարեկեցությունն է։ Ինձ չի հետաքրքրում, թե ով ավելի շատ գումար ունի, ով ավելի լավ տեսք ունի կամ ով ավելի լավ է խոսում։ Ինձ հետաքրքրում է, թե ով կարող է Ջուլիայի համար ապահովել կայուն, սիրառատ անվտանգ տուն։ Պարզ է։ Այո, ձեր գերազանցություն, միաձայն պատասխանեցին փաստաբանները։ Նիստը սկսվեց։ Վերոնիկայի փաստաբանը, Ամանդա Ռեյսյան անունով մի երիտասարդ ագրեսիվ կին, առաջինը խոսեց։ Ձեր գերազանցություն, իմ պաշտպանյալը Ջուլիայի կենսաբանական մայրն է։ Նա 9 ամիս կրել է այս երեխային, ծնունդ տվել, խնամել նրան կյանքի առաջին տարիներին։ Ճիշտ է, եղել է հեռացման շրջան, բայց դա պայմանավորված էր նախկին ամուսնու այդքան ծանր վթարի ենթարկվելու տրավմայով։ Իմ պաշտպանյալին ժամանակ էր պետք հոգեբանորեն վերականգնվելու համար։ Հիմա նա պատրաստ է, կայուն անհամբեր ստանձնելու իր մայրական դերը։ Մյուս կողմից, պարոն Գաբրիել Ալավերտյանը, չնայած լինելով կենսաբանական հայր, գտնվում է անվասայլակի վրա, կախված է երրորդ անձանց խնամքից։ Ինչպես կարող է նա ապահովել այն կառուցվածքը, որի կարիքն ունի 8 տարեկան երեխան։ Մարինեն զգաց, թե ինչպես է զայրույթը եռում, բայց լուռ մնաց։ Գաբրիելը, նրա կողքին, լարված էր ինչպես կիթառի լար։ Բժիշկ Հենրիկը հանգիստ ոտքի կանգնեց։ Ձեր գերազանցություն, իմ պաշտպանյալի ֆիզիկական սահմանափակումները նրան պակաս ընդունակ չեն դարձնում օրինակելի հայր լինելու համար։ Գաբրիել Ալավերտյանը տարածաշրջանի ամենահաջողակ գինեգործարաններից մեկի սեփականատերն է, ամեն օր ղեկավարում է բարդ բիզնեսներ, ունի լիարժեք մտավոր էմոցիոնալ կարողություններ իր դստերը մեծացնելու համար։ Բացի այդ, մենք ունենք ընդարձակ ապացույցներ, որ տիկին Վերոնիկան ոչ միայն լքել է Ջուլիային, այլ նրան թողել է մորական տատիկի խնամքին տարիներով, մինչդեռ ինքն ապրում էր շքեղ կյանքով Մոսկվայում մեկ այլ զուգընկերոջ հետ։ Նա չի վերադարձել սիրուց դրդված։ Վերադարձել է ֆինանսական շահից դրդված։ Վերոնիկայի փաստաբանն անմիջապես ոտքի կանգնեց։ Առարկում եմ, ձեր գերազանցություն։ Դա ենթադրություն է։ Դա ենթադրություն չէ, եթե մենք ունենք փաստաթղթավորված ապացույցներ, պատասխանեց բժիշկ Հենրիկը, մի ծրար տալով դատավորին։ Ահա բանկային քաղվածքներ, որոնք ցույց են տալիս տիկին Վերոնիկայի փորձերը մուտք գործելու իմ պաշտպանյալի հաշիվներ, մորական տատիկի ցուցմունքները, որոնք հաստատում են, որ Ջուլիան վերջին տարիների մեծ մասն անցկացրել է նրա խնամքի տակ։ Ճամփորդությունների ու ծախսերի գրառումներ, որոնք ապացուցում են, որ տիկին Վերոնիկան ավելի շատ հետաքրքրված էր շքեղ ապրելակերպ պահպանելով, քան մայրություն իրականացնելով։ Դատավորը լուռ ուսումնասիրեց փաստաթղթերը։ Վերոնիկան տեսանելիորեն նյարդայնանում էր։ Ձեր գերազանցություն, կարող եմ խոսել, խնդրեց Վերոնիկան վերահսկվող, բայց զգալի դողով ձայնով։ Կարող եք, տիկին Ալավերտյան։ Վերոնիկան ոտքի կանգնեց, ուղղելով կոստյումը։ Ես սխալներ եմ գործել։ Ընդունում եմ։ Բայց ես թերապիա եմ անցել, հասունացել, փոխվել։ Եվ հիմա այստեղ եմ, պատրաստ լինելու այն մայրը, որին Ջուլիան արժանի է։ Իմ դուստրը մայրական կերպարի կարիք ունի։ Եվ ամբողջ հարգանքով, օրիորդ Մարինեն, ով իմ նախկին ամուսնու կողքին է, լիովին անծանոթը, ով հայտնվել է ոչ մի տեղից։ Նա կրթություն չունի, երեխաների հետ փորձ չունի, ոչինչ չունի առաջարկելու, բացի սիրուց, ընդհատեց Գաբրիելը, նրա ձայնն արձագանքեց դահլիճում։ Դատավորը զարմացած նայեց նրան ընդհատման համար, բայց չնկատեց։ Կարող եք շարունակել, պարոն Ալավերտյան։ Գաբրիելը խորը շունչ քաշեց։
Մարինեն իմ դստերը տվել է մի բան, որը Վերոնիկան երբեք չի տվել. ներկայություն, ուշադրություն, իսկական քնքշություն։ Ջուլիան ծաղկում է Մարինեի կողքին։ Նա ծիծաղում է, խաղում, խոսում երազանքների մասին։ Տարիների մեջ առաջին անգամ իմ դուստրն իսկապես երջանիկ է։ Եվ այո, ես անվասայլակի վրա եմ։ Բայց դա ինձ չի խանգարում հայր լինել։ Չի խանգարում ներկա լինել յուրաքանչյուր տնային աշխատանքի, յուրաքանչյուր ճաշի, յուրաքանչյուր քնելուց առաջ զրույցի ժամանակ։ Վերոնիկան կարող է ունենալ կատարյալ գործող ոտքեր, բայց նա երբեք իսկապես ներկա չի եղել։ Եվ դա մի բան է, որը ոչ մի գումար կամ արտաքին տեսք չի կարող փոխհատուցել։ Դահլիճում լռություն տիրեց։ Մարինեն զգաց, թե ինչպես են աչքերը այրվում հուզմունքից։ Դատավորը ինչ-որ բան գրի առավ, հետո շրջվեց դեպի Վերոնիկան։ Տիկին Վերոնիկա, դուք ֆիզիկապես հարձակվել եք օրիորդ Մարինեի վրա։ Վերոնիկան վարանեց։ Դա ընդամենը նյարդային պահ էր։ Նա ինձ հրահրեց։ Այսինքն դուք ընդունում եք, որ ֆիզիկական հարձակում եք գործել ձեր դստեր աչքի առաջ։ Վերոնիկան ուշ հասկացավ սխալը։ Ես։ Դա լուրջ բան չէր։ Դատավորը գլուխը թափահարեց։ Բռնությունը երբեք լուրջ բան չէ, երբ երեխաներն են ականատես լինում։ Նա նայեց փաստաբաններին։ Ես կլսեմ երեխային։ Ուզում եմ խոսել Ջուլիայի հետ առանձին, առանց ծնողներից որևէ մեկի ներկայության։ Մարինեի սիրտը սկսեց արագ բաբախել։ Ջուլիան ընդամենը երեխա էր։ Կարող էր արդյոք իր իրական զգացմունքներն արտահայտել դատավորի առաջ։ 20 րոպե անց Ջուլիան ներս մտավ դահլիճ, դատական հոգեբանի ուղեկցությամբ։ Աղջիկը նյարդայնացած էր, բայց երբ տեսավ Մարինեին հորը, նրա աչքերը մի փոքր լուսավորվեցին։ Դատավորը նրբորեն ժպտաց նրան։ Բար, Ջուլիա։ Ես դատավոր Ֆերնանդան եմ։ Պետք չէ վախենալ, լավ։ Ես ուղղակի ուզում եմ մի փոքր զրուցել քեզ հետ։ Ջուլիան գլխով արեց, նստելով հատուկ աթոռին, որը բերել էին նրա համար։ Ջուլիա, գիտես, ինչու ենք այսօր այստեղ։ Աղջիկը նայեց հորը, հետո մորը, հետո Մարինեին։ Իմ պատճառով։ Որովհետև հայրիկս ու մայրիկս ուզում են, որ ես իրենց հետ ապրեմ։ Ճիշտ է։ Եվ ես պետք է հասկանամ, թե ինչն է քեզ համար լավագույնը։ Կարող ես պատմել, թե ինչպես ես քեզ զգում հիմա հայրիկիդ հետ ապրելիս։ Ջուլիան մի փոքր թուլացավ։ Ինձ դուր է գալիս։ Հայրիկս շատ ժամանակ է անցկացնում ինձ հետ։ Մենք միասին դաս ենք անում, նա ինձ պատմություններ է պատմում գինեգործարանի, գինու, իր մանկության մասին։ Իսկ Մարինեն ինձ դաշնամուր է սովորեցնում։ Նա շատ լավն է։ Նա ինձ լսում է, երբ ես տխուր եմ, չի բարկանում, երբ ես նոտաները սխալ եմ նվագում։ Իսկ մայրիկդ, նրբորեն հարցրեց դատավորը։ Նրան կարոտում ես։ Ջուլիան մի պահ լուռ մնաց։ Երբեմն։ Բայց երբ նրա հետ եմ, նա ամբողջ ժամանակ հեռախոսով է խոսում։ Եվ նա շատ է կռվում։ Կռվում է հայրիկիս հետ, կռվում է Մարինեի հետ, կռվում է բոլորի հետ։ Ինձ դուր չի գալիս, երբ աղմուկ է լինում։ Դու տեսել ես, թե ինչպես է մայրիկդ հարվածում Մարինեին, հարցրեց դատավորը, ավելի մեղմ ձայնով։ Ջուլիան գլխով արեց, աչքերը արցունքներով լցվելով։ Տեսել եմ։ Վախեցա։ Մտածեցի, որ նա ինձ էլ կհարվածի։ Վերոնիկան հեկեկոց արձակեց։ Ջուլիա, ես քեզ երբեք չէի հարվածի։ Բայց Ջուլիան նայում էր Մարինեին։ Մարինե, դու դեռ կխնամես ինձ։ Նույնիսկ եթե ես մայրիկիս հետ ապրեմ։ Մարինեն զգաց, թե ինչպես սիրտը կոտրվեց։ Միշտ, սիրելիս։ Երբ որ քեզ պետք լինի։ Դատավորս մի քանի հարց տվեց, նուրբ զգույշ, հետո Ջուլիային հոգեբանի հետ բաց թողեց։ Երբ աղջիկը դուրս եկավ, դահլիճը ծանրացավ լռությունից։ Դատավորը նայեց Վերոնիկային։ Տիկին Վերոնիկա, ինձ համար պարզ է, որ դուք սիրում եք ձեր դստերը։ Բայց նա պարզ է, որ դուք էմոցիոնալ առումով պատրաստ չեք ապահովելու այն կայուն միջավայրը, որի կարիքն ունի Ջուլիան։ Ֆիզիկական հարձակումը, տարիներով լքելը, էմոցիոնալ մանիպուլյացիան։ Այս ամենը ձեր դեմ է խոսում։ Նա հետո շրջվեց դեպի Գաբրիելը։ Պարոն Գաբրիել, ձեր ֆիզիկական սահմանափակումները հայրության համար խոչընդոտ չեն, երբեք չեն լինի։
Տեսնում եմ, որ դուք ունեք ֆինանսական, էմոցիալ համապատասխան աջակցության ցանց Ջուլիային մեծացնելու համար։ Եվ ամենակարևորը, տեսնում եմ, որ երեխան երջանիկ է ձեր խնամքի տակ։ Դատավորը խորը շունչ քաշեց, հայտարարեց վճիռը։ Ես Ջուլիա Ալավերտյանի լիարժեք խնամակալությունը տրամադրում եմ հորը, Գաբրիել Ալավերտյանին։ Տիկին Վերոնիկան իրավունք կունենա վերահսկվող այցելությունների ամիսը մեկ անգամ, մինչ նա ցույց տա իր վարքագծի բարելավում երեխայի բարեկեցությանն ուղղված անկեղծ հանձնառություն։ Այս որոշումն անհապաղ ուժի մեջ է մտնում։ Վերոնիկան ցնցված ոտքի կանգնեց։ Ոչ։ Սա չի կարող պատահել։ Ցավում եմ, տիկին։ Որոշումը կայացված է։ Նիստը փակված է։ Գաբրիելը չկարողացավ զսպել արցունքները։ Մարինեն նույնպես։ Նրանք գրկախառնվեցին հենց այնտեղ, դատական նիստերի դահլիճում, զգալով, թե ինչպես է ամիսների պայքարի ծանրությունը վերջապես թեթանում։ Նրանք հաղթել էին։ Ջուլիան կմնար իրենց հետ։ Վերոնիկան զայրացած, բայց պարտված դուրս եկավ դահլիճից։ Նա վերջին անգամ նայեց Մարինեին, այդ հայացքում զայրույթից բացի այլ բան կար։ Ճանաչում։ Ճանաչում, որ նա պարտվել էր ոչ միայն իրավական պայքարում, այլ շատ ավելի մեծ բանում։ Նա կորցրել էր այն մայրը լինելու հնարավորությունը, որին Ջուլիան արժանի էր։ Երբ դուրս եկան դատարանից, Ջուլիան նրանց սպասում էր տիկին Սիրանուշի հետ։ Աղջիկը վազեց դեպի նրանց։ Դե ինչ եղավ։ Գաբրիելը դստերը քաշեց իր գիրկը։ Դու մեզ հետ ես մնալու, աղջիկս։ Մեզ հետ ես մնալու ընդմիշտ։ Ջուլիան սկսեց լաց լինել ուրախությունից, երեքը գրկախառնվեցին հենց այնտեղ, մայթի մեջտեղում, կեսօրվա ուժեղ արի տակ։ Դա նոր բանի սկիզբ էր։ Իսկական ընտանիքի։ Հաջորդող շաբաթներին կյանքն առանձնատանը լիովին փոխվեց։ Ջուլիան ավելի երջանիկ էր, քան երբը։ Նա Մարինեն անբաժան դարձան, Գաբրիելը դիտում էր երկուսին մի սիրով, որն աճում էր ամեն օր։ Աղջիկը Մարինեին մորաքույր էր կոչում, բայց փոքր բաներում, այն ձերում, որոնցով նրանք միմյանց աջակցում էին, հասկանում, նրանք արդեն շատ ավելին էին, քան դա։ Հունիսյան մի կեսօր, Մարինեի առանձնատուն ժամանելուց գրեթե 6 ամիս անց, մի արտասովոր բան տեղի ունեցավ։ Գաբրիելն իր ամենօրյա ֆիզիոթերապիայի սեանսն էր անցկացնում թերապևտ Մարսելի հետ, ով վերականգնողական ոլորտում մասնագիտացած երիտասարդ էր։ Մարինեն հարան սենյակում Ջուլիայի համար դաշնամուր էր նվագում, երբ ճիչ լսեց։ Նա ամեն ինչ թողեց, վազեց ֆիզիոթերապիայի սենյակ։ Գաբրիելը հարմարեցված վազքուղու վրա էր, նրա արտահայտության մեջ ինչ-որ տարբեր բան կար։ Դա ցավ չէր։ Դա ցնցում էր։ Ինչ եղավ, հարցրեց Մարինեն, վախեցած։ Ես զգացի, ասաց Գաբրիելը, դողացող ձայնով։ Ոտքս զգացի։ Տարիների մեջ առաջին անգամ ոտքիս մեջ ինչ-որ բան զգացի։ Մարսելը հուզմունքից գունատվել էր։ Դա իրական է։ Ես տեսա, թե ինչպես մկանը գծկվեց։ Շատ թույլ, բայց իրական։ Մարինեն վազեց դեպի Գաբրիելը, բռնեց նրա ձեռքերը։ Լո՛րջ։ Կարողանում ես զգալ։ Գաբրիելը փակեց աչքերը, կենտրոնանալով։ Փորձիր դիպչել ոտքիս։ Մարինեն նրբորեն դիպավ, տեսավ, թե ինչպես նրա ոտքը թեթակի սպազմ ունեցավ։ Դա գրեթե ոչինչ էր, բայց այնտեղ էր։ Շարժում։ Արձագանք։ Ջուլիան հայտնվեց դռան մոտ։ Հայրիկ։ Լավ ես։ Գաբրիելը նայեց դստերը, Մարինեին, հետո Մարսելին։ Ես լավից էլ լավ եմ։ Ես վերադառնում եմ։ Հաջորդող ամիսները լի էին քրտնաջան աշխատանքով։ Գաբրիելը նվիրվեց ֆիզիոթերապիային մի ինտենսիվությամբ, որը սահմանակից էր մոլուցքի։ Կային հիասթափության օրեր, երբ առաջընթացը կարծես կանգ էր առնում, օրեր, երբ ցավը գրեթե անտանելի էր։ Բայց Մարինեն միշտ այնտեղ էր։ Լավ օրերին, տոնելով յուրաքանչյուր փոքր հաղթանակ։ Վատ օրերին, բռնելով նրա ձեռքը, հիշեցնելով, թե որքան հեռու է արդեն հասել։ Ջուլիան դարձավ ամենամեծ երկրպագուն։ Պաստառներ էր պատրաստում, խրախուսական երգեր հորինում, նույնիսկ օգնում էր սեանսներին, վայրկյանաչափեր պահելով, կրկնությունները հաշվելով։ Աղջիկը տեսնում էր, թե ինչպես է հայրը պայքարում, դա նրան սովորեցնում էր դիմացկունության, չհանձնվելու, անհնարինին հավատալու մասին։ Սեպտեմբերյան մի առավոտ, երբ գարնան ծաղիկների բույրը ներխուժում էր առանձնատուն, անհնարինը վերջապես տեղի ունեցավ։
Գաբրիելը ֆիզիոթերապիայի սենյակում էր Մարսելի հետ, երբ որոշեց փորձել մի բան, որից խուսափում էր ձախողվելու վախից։ Ուզում էր ոտքի կանգնել։ Մարինեն ներկա էր, ձեռքերը սեղմած կրծքին, Ջուլիան նրա կողքին, ամուր բռնած նրա ձեռքը։ Տիկին Սիրանուշն ու պարոն Աշոտը նույնպես այնտեղ էին, այդ պահի լուռ վկաները։ Մարսելի հետ մի կողմից հենակով, մյուս կողմից Գաբրիելը ձեռքերը դրեց սայլակին, խորը շունչ քաշեց, սկսեց հրվել։ Թերի մկանները կծկվեցին, երակները դուրս ցցվեցին ճակատին ջանքից։ Եվ հետո դանդաղ, գրեթե դանդաղեցված կադրի պես, նա ոտքի կանգնեց։ Ոտքերը ուժգին դողում էին մարմնի ծանրության տակ, որը մոռացել էին ինչպես պահել։ Գաբրիելը ոտքի վրա էր, ոչ լիովին միայնակ, բայց ոտքի վրա։ Արցունքները ազատ հոսում էին նրա դեմքով։ Մարինեն բերանը փակեց, որպեսզի չգոռա, սեփական արցունքները մշուշում էին նրա տեսողությունը։ Ջուլիան ցատկոտում էր ուրախությունից, գոռալով. «Հայրիկ! Հայրիկս ոտքի վրա է! Հայրիկս ոտքի վրա է!» Գաբրիելը 10 վայրկյան ոտքի վրա մնաց, մինչ ոտքերը տեղի տվեցին, Մարսելն օգնեց նրան նորից նստել սայլակին։ Բայց այդ 10 վայրկյանները մի ամբողջ կյանք արժեին։ Դրանք ապացույցն էին, որ հրաշքներ գոյություն ունեն։ Որ հավատը, հույսը, սերը կարող են սարեր տեղափոխել։ Կամ, այս դեպքում, ստիպել մարդուն նորից ոտքի կանգնել։ «Ես կարողացա», ասաց Գաբրիելը, միաժամանակ ծիծաղելով, լաց լինելով։ «Ես կարողացա, Մարինե»։ Մարինեն վազեց դեպի նա, գրկեց նրան այնքան ուժեղ, որ քիչ մնաց գցեր սայլակից։ «Դու կարողացար։ Դու անհավանական ես»։ Ջուլիան նետվեց նրանց գիրկը, երեքը մնացին այնտեղ գրկախառնված, երջանկությունից լաց լինելով, մինչ տիկին Սիրանուշը սրբում էր սեփական արցունքները, իսկ պարոն Աշոտը հպարտությամբ ժպտում էր։ Բժիշկները դա հրաշք անվանեցին։ Տեղական թերթերը հրապարակեցին տարիներ անց նորից քայլել սկսած գործարարի պատմությունը։ Բայց Գաբրիելը գիտեր ճշմարտությունը։ Դա բժշկական հրաշք չէր։ Դա սերն էր, որ նրան հետ բերեց։ Իր դստեր սերը։ Մարինեի սերը։ Այն սերը, որը նա վերջապես թույլ տվեց մտնել իր կյանք, այդքան երկար խավարի մեջ ապրելուց հետո։ 3 ամիս անց, դեկտեմբերյան մի գիշեր, երբ ամառը մոտենում էր, որդատունկերը բեռնված էին բերքահավաքի պատրաստ խաղողով, Գաբրիելն արեց այն, ինչ խոստացել էր։ Նա քայլեց։ Դեռ ձեռնափայտերի օգնությամբ, դեռ դանդաղ, դեռ ցավով, բայց քայլեց։ Քայլեց դեպի Մարինեն, ով հյուրասենյակում դաշնամուր էր նվագում, լիովին անտեղյակ այն ամենից, ինչ պատրաստվում էր տեղի ունենալ։ Ջուլիան օգնել էր ամեն ինչ պլանավորել։ Մոմեր էր սփռել սենյակով, սպիտակ վարդերի թերթիկներ էր լցրել հատակին, նույնիսկ ընտրել էր երաժշտությունը, որը պետք է հնչեր հետին պլանում։ Տիկին Սիրանուշն ու պարոն Աշոտը թաքնվել էին խոհանոցում, դավադիր ժպիտներով հետելով։ Մարինեն ավարտեց նվագելը, շրջվեց, մեկ այլ երգի նոտաները վերցնելու, երբ տեսավ Գաբրիելին։ Ոտքի վրա։ Առանց անվասայլակի։ Դժվարությամբ, բայց վճռականությամբ քայլում էր դեպի իրեն։ Նա ձեռքերը տարավ բերանին, ցնցված։ Գաբրիել։ Դու։ Քայլում եմ դեպի քեզ, ավարտեց նա, դեմքին լայն ժպիտ։ Ինչպես խոստացել էի, որ կանեմ, երբ այս օրը գա։ Նա քայլեց վերջին մետրերը, զգալի ջանքով, բայց ձեռնափայտերի օգնությամբ ծնկի իջավ նրա դիմաց։ Մարինեն այնքան էր լալիս, որ հազիվ էր տեսնում։ Ջուլիան վազելով հայտնվեց, ձեռքերում թավշե փոքրիկ տուփ։ Մարինե, սկսեց Գաբրիելը, ձայնը խեղդվելով։ Երբ դու մտար իմ կյանք, ես ներսից մահացած էի։ Ոչ միայն ոտքերս չէին գործում, այլ սիրտս էր կանգ առել։ Դու ինձ հետ բերեցիր։ Ստիպեցիր ինձ հավատալ, որ աշխարհում դեռ գեղեցկություն կա։ Ստիպեցիր ինձ ուզենալ պայքարել, ուզենալ ապրել, ուզենալ ավելի լավը լինել։ Եվ այսօր ես այստեղ եմ ոտքի վրա, որովհետև դու ինձ սովորեցրիր, որ հրաշքներ գոյություն ունեն, երբ մենք հավատում ենք դրանց։ Նա բացեց տուփը, բացահայտելով պարզ, բայց գեղեցիկ մատանի մեկ ադամանդով։ Մարինե, կամուսնանաս ինձ հետ։ Կհամաձայնես լինել իմ կինը, Ջուլիայի մայրը, այս տան իմ սրտի տիրուհին։ Մարինեն չէր կարողանում խոսել։ Պարզապես գլխով արեց, անզուսպ լաց լինելով։ Այո։ Այո, համաձայն եմ։ Գաբրիելը դողացող ձեռքերով մատանին դրեց նրա մատին, հետո նա ծնկի իջավ նրա կողքին, համբուրեց նրան։
Ջուլիան վազեց դեպի նրանց, նետվեց գրկախառնության մեջ։ Տիկին Սիրանուշն ու պարոն Աշոտը դուրս եկան խոհանոցից, ծափահարելով։ Դա կատարյալ էր։ Հենց այնպես, ինչպես պետք է լիներ։ Հարսանիքը տեղի ունեցավ 3 ամիս անց, մարտին, խաղողի այգիների մեջտեղում։ Դա փոքր մտերմիկ արարողություն էր միայն գինեգործարանի աշխատակիցների, Գաբրիելի մի քանի մտերիմ ընկերների քույր Բեատրիսի հետ, ով հատուկ եկել էր Գյումրիից տեսնելու Մարինեին երջանիկ։ Մարինեն հագել էր պարզ սպիտակ ժանյակես գեստ, մազերն արձակ, բնական ծաղիկներով հյուսված։ Ջուլիան հարսնաքույրն էր, փայլելով բաց կապույտ զգեստով։ Իսկ Գաբրիելը, ով այժմ քայլում էր միայն մեկ ձեռնափայտով, սպասում էր խորանի մոտ, հուզմունքից փայլող աչքերով։ Երբ Մարինեն քայլեց դեպի նա, պարոն Աշոտի ուղեկցությամբ, ով առաջարկել էր հոր դերը տանել, Գաբրիելը զգաց, թե ինչպես է սիրտը հորթում։ Այդ կինը, ով եկել էր վախեցած, կորած, չիմանալով իր տեղն աշխարհում, այժմ քայլում էր այն մարդու վստահությամբ, ով վերջապես գտել էր իր տունը։ Ուղտերը պարզ էին, բայց խորը։ Գաբրիելը խոստացավ սիրել, հարգել, խնամել նրան իր կյանքի բոլոր օրերին։ Մարինեն խոստացավ լինել նրա կողքին ուրախության, դժվարության, առողջության, հիվանդության մեջ, մինչ մահը նրանց բաժանի։ Եվ երբ քահանան ասաց, որ կարող են համբուրվել, Գաբրիելը նրան մոտ քաշեց, համբուրեց, կարծես դա լիներ առաջին վերջին անգամ։ Ջուլիան այնքան բարձր ծափահարեց, որ բոլորը ծիծաղեցին։ Նա վազեց դեպի երկուսին, գրկեց նրանց ոտքերը։ Հիմա ես իսկական մայրիկ ունեմ։ Եվ Մարինեն, ով իր ողջ կյանքն անցկացրել էր առանց ընտանիքի, վերջապես ուներ ամեն ինչ։ Մի ամուսին, որը սիրում էր իրեն։ Մի դուստր, որն ընտրել էր իրեն։ Սիրով, ծիծաղով, երաժշտությամբ լի տուն։ Այն կյանքը, որի մասին նա երբեք չէր համարձակվել երազել, որովհետև չափազանց անհնարին էր թվում։ Հաջորդող տարիները լիակատար երջանկության տարիներ էին։ Գաբրիելը գրեթե ամբողջությամբ վերականգնեց ոտքերի շարժումները։ Դեռ լինում էին դժվար օրեր, դեռ ցավեր էր զգում, բայց կարողանում էր քայլել, կարողանում էր աշխատել խաղողի այգիներում, կարողանում էր պարել կնոջ հետ բերքահավաքի տոներին։ Ջուլիան մեծացավ ուժեղ, խելացի, բարի, դաշնամուրը նրա մեծ գիրքը։ Մարինեն դարձավ ոչ միայն Գաբրիելի կինը, այլ գինեգործարանի կառավարման անբաժանելի մասը, օգտագործելով իր զգայունությունն ու բնատուր խելքը համայնքում սոցիալական ծրագրեր ստեղծելու համար։ Վերոնիկան, ով սկզբում դիմադրում էր նոր իրականությանը, ի վերջո ընդունեց։ Ամենամսյա այցելությունները դարձան պակաս լարված հանդիպումներ, ժամանակի ընթացքում նա նույնիսկ սրտանց հարաբերություններ զարգացրեց Մարինեի հետ։ Նրանք երբեք ընկերներ չէին դառնա, բայց հարգանք կար։ Եվ Ջուլիան, առատաձեռն ինչպես միշտ, պահպանեց սերը իր կենսաբանական մոր նկատմամբ, բայց գիտեր, թե որն է իր իսկական տունը։ Հարսանիքից 5 տարի անց Մարինեն լույս աշխարհ բերեց մի տղա, Պետրոսին, ով էլ ավելի մեծ ուրախություն բերեց ընտանիքին։ Ջուլիան նվիրված քույր էր, իսկ Գաբրիելը ներկա, ուժեղ երախտապարտ հայր, յուրաքանչյուր պահի համար։ Աշնանային մի կեսօր, նստած առանձնատան պատշգամբում, դիտելով, թե ինչպես է մայրամուտը ոսկեգույն ներկում խաղողի այգիները, Մարինեն գլուխը հենեց Գաբրիելի ուսին։ Հավատո՞ւմ ես այս ամենին, ինչ պատահեց, հարցրեց նա։ Երազի է նման։ Գաբրիելը համբուրեց նրա գլխի կատարը։ Երազ չէ։ Դա այն կյանքն է, որը մենք միասին ենք կառուցել։ Եվ ես նորից կշնորհակալ լինեի ամեն ինչի համար, նույնիսկ վթարի, նույնիսկ ցավի, եթե իմանայի, որ վերջում քեզ կգտնեի։ Մարինեն ժպտաց։ Ես էլ։ Որովհետև երբ վանքի այդ դռները փակվեցին, ես մտածեցի, որ ամեն ինչ կորցրել եմ։ Բայց իրականում դա այն օրն էր, երբ իմ կյանքը սկսվեց։ Եվ այնտեղ գրկախառնված երեխաների խաղի ձայնի հասուն խաղողի բույրի ներքո, նրանք հասկացան, որ իսկական սերը կատարյալ չէ։ Այն իրական է։ Այն ցավեցնում է, բուժում է, փոխակերպում է։ Եվ երբ մենք գտնում ենք մեկին, ով պատրաստ է պայքարել մեր կողքին, չկա հրաշք, որ չի կարող տեղի ունենալ։ Որովհետև երբ Գաբրիելն այդ առաջին լոգանքի ժամանակ հանվեց, Մարինեն տեսավ ոչ միայն վիրավորված մարդու։ Նա տեսավ մի սիրո պատմության սկիզբ, որը կմարտահրավեր նետեր բոլոր հավանականություններին։ Նա տեսավ ուժը խոցելիության մեջ, գեղեցկությունն անկատարության մեջ, հույսը, որտեղ նախկինում միայն հուսահատություն էր։ Եվ միասին նրանք ապացուցեցին, որ հրաշքները պարտադիր չէ, որ աստվածային լինեն։ Երբեմն դրանք տեղի են ունենում, երբ երկու կոտրված հոգիներ որոշում են միասին բուժվել։